Գույզգուշ արևի վերջի շողերի տակ դուք գտնում եք միջակոթված գրքի էջը, որի ծանր բովանդակալից բառերը դեռ թարթում են թղթի մանր երեսին։ Այժմ արագացրեք ժամանակը եւ հեռացեք մի միլիարդ տարվա հեռավորության վրա։ Այնպիսի արագությամբ, ինչպես տես այն տեսագրությունը, որը ինքն իրեն վերակենդանացնում է եւ մի պահ թռիչքը դառնում է տարիների մոլորակային ժայռի վրայով։ Այս պատկերն արդեն հարց է սեպելակի։ Ինչու է աշխարհը լցված ինչ-որ բանով, երբ մեզ շրջապատող մութ եւ դատարկ տիեզերքը կարող է թվում ճիշտ հակառակն է ներկայացնում։ Այս գլխապտույտ հարցը, ինչու գոյություն ունի մի ինչ-որ, այլ ոչ թե ամբողջական ոչինչ, կլինի մեր ուղեցողը այս մասում։ Եկեք սկսենք անձնական պահով։ Դուք ձեր ափին պահում եք փոքր փայտե իր, հին ժամանակներից մնացած ժառանգություն։ Ռանգություն։ Այս իրի ժամանակավոր գոյությունը բխում է երկար թվացյալ պատահականությունների եւ չափազանց ճշգրիտ պայմանների համընկնությունից։ Սա նույնքան փոքրուկ բան է, որքան մեր կենսական պայմանների ընդհանուր պատկերացումն է տիեզերքում։ Մտածեք ձեր հիշիշողության մասին։ Մի միլիարդ տարի անց այդ իրի ֆիզիկական մնացորդը փոխարինված կլինի քայքայված քիմիական նշաններով, որոնք կարող են միայն նուրբ հետքերով ասել, որ ինչ-որ բան երբևէ եղել է։ Նրանով է սկսվում մեր փոքրիկ հարցը, որն վերաձևավորվելու է փիլիսոփայական եւ ֆիզիկական խճճվածության։ Նայեք դեպի երկինք եւ զգացեք սահմանը, որտեղ մեր ֆիզիկական օրենքները սկսում են պակաս վստահելի նայել։ Ֆիզիկայում կան մեթոդներ, որոնք ճշգրիտ աշխատում են մեկ մասշտաբում, եւ ահա այնտեղ նրանք հանկարծ սկսում են ձայնել, երբ մենք ձևափոխում ենք մասշտաբը դեպի մեծը կամ փոքրը։ Այս սահմանը, օրենքների կիրառելիության ցուցիչը, ստիպում է մեզ հարցնել. արդյոք ոչինչ սահմանելը նույնքան պարզ է, ինչպես թվում է ներքևի մառախուղում։ Ահա այստեղ ենք մտնում խնդրի մեջ, ցույց տալով այնտեղ, որտեղ մոդելի վերջն է եւ անհայտը սկսվում է։ Առաջին ոչինչը մենք կանվանենք մետաֆիզիկական ոչնչություն։ Մետաֆիզիկական ոչինչը ենթադրում է ամբողջական բացակայություն, առանց ժամանակի, տարածության, պատճառի կամ հետևանքի, եւ իհարկե առանց ձևի եւ նյութի։ Այս հասկացությունը որպես առաջին աստիճան ընդունեք ոչ միայն նյութական բացակայություն, այլև բոլոր տեսակի էգզիստենցիայական բացակայություն։ Երկրորդ ոչինչ է ֆիզիկական վակուումը։ Ֆիզիկական վակուումը չի հավասարվում ամբողջական ոչնչությանը, այն ունի հատկություններ ու էներգետիկ վիճակ։ Ֆիզիկոս Հենրիկ Կազիմիրը 1948 թվականին ցույց տվեց, որ նույնիսկ վերջնական դատարկությունը կարող է ճնշում արտադրել, որը տեսանելի է փորձերում։ Այս պարզ փաստը ոչնչության վերլուծության մեջ լուրջ ազդակ է։ Ֆիզիկական ոչինչը տարբերակվում է աշխարհով, իր դաշտերով եւ ֆլուկտուացիաներով։ Երրորդ ոչինչը մենք կնվիրենք որպես մաթեմատիկական դատարկություն։ Մաթեմատիկական դատարկությունը հիշեցուցիչ է գրադարանում կանգնած այն էջերի դատարկության, որտեղ կան կանոններ, տրամաբանություն եւ կառուցվածք առանց որևէ ֆիզիկական առարկայի։ Պատկերացրեք, որ կանգնած եք հսկայական գրադարանում, որտեղ կան բոլոր հնարավոր տրամաբանական խաղերը եւ կառուցվածքները, բայց ներսում ոչ մի իրական նյութ չկա։ Այս տեսակը մեզ ասում է, որ կարող են գոյություն ունենալ ամբողջապես տեսական սխեմաներ, որոնք հարթ չեն դառնում ֆիզիկական իրականության։ Այս երեք տիպերի խառնուրդը՝ մետաֆիզիկական, ֆիզիկական վակուում եւ մաթեմատիկական դատարկություն, հաճախ շփոթեցնում է վերլուծությունները։ Մարդիկ հաճախ վերցնում են մեկ տեսակի ոչնչություն եւ ակնկալում, որ մյուսները նույնն են, եւ սա ուղիղ սխալ է հանգեցնում։ Օրինակ, եթե ֆիզիկական վակուումը համարենք ամբողջական ոչնչություն, ապա Կազմիրի փիրի փորձը անմիջապես հերքում է այդ մոտեցումը, ու մենք հայտնվում ենք տրամաբանակական խճճվածության մեջ։ Այս խառնաշփոթը շեղում է քննարկումը եւ թերագնահատում այն սահմանները, որտեղ լեզուն եւ մոդելները դադարում են համապատասխանել իրականությանը։ Այս պահին պետք է նշենք, որ սահմանները կարևոր են։ Երբ մոդելը ցույց է տալիս իր անբավարարությունը, խնդիրը դառնում է փիլիսոփայական ու փորձնական միաժամանակ։ Ֆիզիկոս Սուբրամնյան Չանդրաշեխարը իր աշխատանքի օրինակներով ցույց տվեց, թե ինչպես մոդելները ունեն կիրառման սահմաններ։ Այսօր մեզ համար դա հիշեցում է, որ անգամ ամենախորն մտածված մաթեմատիկական կառուցվածքները կարող են նեղավանալ, երբ իրականության պայմանները փոխվում են։ Այդ սահմանները մեզ կոչ են անում զգուշությամբ վերաբերվել լեզվին եւ մետաֆիզիկական եզրակացություններին։ Վերցնենք մի պարզ առօրյա մետաֆոր։ Դուք ճաղատում եք սենյակի պատին նկարված սև քառակուսի եւ հարցնում. արդյոք պատը դատարկ է։ Եթե պատասխանենք ոչ, նկատի ունենք ֆիզիկական առարկան։ Եթե ասենք այո, նկատի ունենք միայն այն հատվածը, որտեղ սովորական առարկաները չեն խոսում։ Այս երկխոսությունը պատահում է մեր երեք ոչնչությունների միջունների միջև։
Մենք տալիս ենք նույն անունը տարբեր մակարդակներին եւ այդ պատճառով հեշտությամբ շփոթվում ենք։ Այս պատկերն օգնում է հասկանալ, թե որքան պարզ է ապա կողմնորոշվել, երբ լեզուները խախտվում են։ Երևակայեք հիմա, որ մենք լուսանկարում ենք վակուումը, ինչպես նկարում են ներդաշնակության ալիքները։ Ֆիզիկական վակուումը պարունակում է քվանտային ֆլուկտուացիաներ։ Այս շարժումները չեն թույլատրում մի պարզ, դատարկ պատկերացում։ Ֆիզիկոսները ուսումնասիրել են այս երևույթը փորձերով եւ արդյունքները ցույց են տալիս, որ դատարկության մեջ էլ կա շարժում։ Սա էլ դարձնում է վակուումը ոչ թե ամբողջական 0, այլ ֆիզիկական վիճակ։ Այս հասկանալով մենք մոտենում ենք այն սահմանին, որտեղ մաթեմատիկական դատարկությունը եւ ֆիզիկական դատարկությունը սկսում են երկխոսել։ Մինչև վերջ հիշենք նաև արժեքների հարցը։ Ոչ միայն ֆիզիկական օրենքներն են այստեղ դրված։ Մենք որպես մշակույթներ եւ անհատներ արժեքավորում ենք հիշողությունն ու արվեստը, ոչ ֆիզիկական ինչ-որ բան, որը կարող է գոյատևել միայն հատուկ պայմաններում։ Այդ արժեքավոր բաները հաճախ գտնվում են այլ ոչնչության կատեգորիայում, քան ֆիզիկական վակուումը կամ մաթեմատիկական դատարկությունը, եւ այդ տարբերությունը հաճախ մոռացվում է վերլուծությունների ժամանակ։ Այս կորուստը արհամարհում է վտանգը, որ մենք կհավատանք սխալ եզրակացություններին մեր գոյության մասին։ Մի փոքր մարդաբանական ակունք։ Գիտնական Ջեյմս Ֆ. Քեյսթինգը գրել է աշխատություններ, որոնք ցույց են տալիս, թե ինչպես մթնոլորտը եւ շրջակա պայմանները կարող են փոխվել աստղի լուսարձակման ազդեցությամբ։ Այս տեսակետը մեզ տալիս է տեխնիկական իրողություն, ցույց տալով, որ նույնիսկ հաստատ երևույթները ունեն ժամանակային չափեր եւ հետևանքներ, եւ նրանք կապված են մեր ինչ-որ բան հասկացության հետ։ Քեյսթինգի աշխատանքը մատնանշում է, որ ֆիզիկական պայմանները դարձնում են կենսունակությունը ժամանակավոր եւ պայմանավորված։ Այս իրողությունը կապում է փիլիսոփայական հարցը. ինչու գոյություն ունի ինչ-որ բան մեր ապագայի շերտերի հետ։ Եվ հիմա մենք կանգնած ենք վտանգավոր եզրին։ Երբ խոսում ենք ինչ-որ բան գոյության վերաբերյալ, հաճախ միացնում ենք իրար հակադրված լեզուներ եւ ստացվում են սխալ, անճշտարված արդյունքներ։ Ֆիզիկական վակուումը կարող է երևալ որպես էներգետիկ տեսարան, մաթեմատիկական դատարկությունը որպես կառուցվածք եւ մետաֆիզիկական ոչնչությունը որպես ամբողջական բացակայություն։ Այս երեքը չեն նույնականացնում միմյանց։ Եթե թույլ տանք նրանց խառնել, կարող ենք սխալմամբ եզրակացնել, որ ունենք լուծում, երբ իրականում ունենք լեզվական մակարդակների մեջ տեղափոխված առասպելներ։ Այստեղ պետք է գործել զգուշությամբ եւ հստակ սահմաններով։ Երկու պարզ պատկեր մեր պահման համար։ Առաջինը՝ փոքր անոթը, որում ձեր ժառանգությունն է այսօրվա համար։ Երկրորդը՝ տիեզերքի դատարկ հատվածը, որը չտեսանելի շարժվում է եւ ունի քվանտային անհանգստություններ։ Այս երկու պատկերները հիշեցնում են, որ նույն բառը ոչինչ կարող է նշանակել երկու ամբողջապես տարբեր իրական օբյեկտ։ Պետք է տարբերակել դրանք, որpիսի մեծ հարցը մնա պարզ առանց աղմուկի։ Արդ, ինչու է այս ամենը կարևոր։ Միայն երբ չենք խառնաբերում մետաֆիզիկական եւ ֆիզիկական սահմանները, կարող ենք հստակ հարցնել. արդյոք գոյության մի ինչ-որ բան գոյություն ունի միայն որպես ֆիզիկական դեպք, թե նրա պատճառները խորն են մաթեմատիկական կամ մետաֆիզիկական բնույթի։ Այդ տարբերակումը ազդում է գիտության եւ փիլիսոփայության ուղու վրա եւ որոշում է հետագա քայլերը։ Եթե թույլ տանք խառնաշփոթը, ընդունում ենք սխալ բացատրություններ, որոնք միայն փոխատեղում են բառերը, այլ ոչ թե բացատրում են էությունը։ Ավելացրեք պատկերը. մի դյուրող վերնաշապիկի մանր մի ֆիբրիլ, որը պահում է տվյալների ու հիշողությունների քաշը ձեր քաղաքակրթության մասին։ Մի միլիարդ տարիների հեռանկարում նրա ֆիզիկական գոյությունը կախված է նյութաբանական պայմաններից, բայց նրա արժեքը, ինչպես մենք ճանաչում եւ գնահատում ենք, կախված է մեր լեզվից եւ պատմությունից։ Այս երկխոսությունը մեզ տանում է եզրագիծը, որտեղ դեռ մնում է բաց հարցը. արդյոք ինչ-որ բան գոյությունը կարելի է բացատրել միայն ֆիզիկայով, կամ արդյոք մեզ պետք է նոր լեզու, որը կարող է միավորել երեք ոչնչությունները։ Այս բաց հարցը կլինի մեր հաջորդ մասի խորացման առարկան, որտեղ մենք կփորձենք չխառնել լեզուները եւ ոչինչը մի պարզ բնորոշման մեջ չհայտնել։ Ստեղն առջև ձեր սեղանի լամպն է։ Նրբագեղ ու խաղաղ լույս, մեկ թելիկ ձգված լույսի խորքում։ Դա այն ծանոթ չափն է, որով դուք չափում եք աշխարհը։ Հեռացրեք ձեր պատկերացումները այս լամպից շատ մեծ մասշտաբով, դեպի այն տարածքը, որտեղ լույսն ու նյութը չեն ենթարկվում մեր նորմալ զգացումներին։ Այստեղ, մթության խորը մակարդակում, վակուումը այլևս չի նշանակի պարզ դատարկություն։ Երբ ասում ենք վակուում, չենք նկատի միայն բացարձակ դատարկությունը։ Վակուումը ֆիզիկայում նշանակում է դաշտերի նվազագույն էներգետիկ վիճակը։
Դաշտերը նման են տարածության մեջ թրթռող ֆունկցիաների, որոնց յուրաքանչյուր կետում կարող է շնչել էլեկտրական կամ մագնիսական դաշտը։ Այս թրթռումների նվազագույն աստիճանը հաճախ կոչվում է զրոյական կետային էներգիա։ Պարզ պատկեր. լճի մակերեսը արտաքինից հանգիստ, սակայն մակերեսում փոքր ալիքներ միշտ կան։ Այս թրթռումները չեն հայտնվում որպես նյութական մասնիկներ, բայց ունեն հետևանքներ։ Լամպի արագ թափքը չի հարուցի տիեզերաքիմիական աղմուկ, բայց փոքր չափերով եւ զգայուն փորձերով կարելի է չափել այդ զրոյական ասպեկտները։ Այսպես պարզվեց, որ վակուումը ունի ֆիզիկական ազդեցություններ, չափելի եւ ճշգրիտ։ Միանշանակ դիմացկուն ապացույցներից մեկը՝ Կազիմիրի ցուցադրությունը։ Երկու մոտակա մետաղական տախտակների միջև ի հայտ եկող ձգումը կարելի է հասկանալ որպես վակուումային ռեժիմների սահմանափակումների հետևանք։ Պարզեցված պատկերով երկու պլանշետների միջև թույլատրված դաշտային ալիքների շարքերը տարբեր են, եւ այդ անհավասարակշռությունը, էներգիայի տարբերությունը, առաջացնում է գրավիչ ճնշում։ Բայց տեսությունն այդպես միայնակ չէր կառուցվում, եթե այն չհերկվում փորձով։ Առաջին հիմնական փորձեր իրականացվել են լաբորատորիա M Սպառնայի խմբի կողմից, եւ հետո ավելի ճշգրիտ աշխատանքներ։ Սթիվեն Լամորոյի աշխատանքը դարձավ վճռորոշ Կազիմիրի կանխատեսումն ամրագրելու մեջ։ Ավելին, Կալիֆոռնիայի համալսարանի որոշ խմբեր կիրառեցին ատոմային ուժերի միկրոպրոբների տեխնիկան ու դիտեցին այս էֆեկտը ել ավելի փոքր մասշտաբներում։ Այս փորձերը ցույց տվեցին մի բան, որը առաջին հայացքից հակասում է փիլիսոփայական պարզունակությանը։ Ոչինչը կարող է ունենալ ազդեցություն, եւ այդ ազդեցությունը վերահսկելի է։ Ավելին, սա բերում է հաջորդ հարցին. ինչպես են այդ տեղային էֆեկտները կապվում տիեզերաբանական հարցերի հետ։ Այստեղ իսկ տեղ է ստանում գիտական հեղինակության հակասությունը։ Քվանտային դաշտերի հաշվարկները կանխատեսում են վակուումի էներգիայի շատ մեծ արժեքներ, բայց աստղագիտական դիտորդությունները ցույց են տալիս շատ ավելի փոքր հետևանքներ։ Այս անհամապատասխանությունը հայտնի է որպես կոսմոլոգիական կոնստանտի խնդիրը կամ վակուումային աղետը։ Տեսական հաշվարկները եւ աստղագիտական չափումները տարբեր են շատ մեծ կարգերի մասով։ Պարզ ասած, քվանտային դաշտերը մեզ տալիս են երբեմն շատ մեծ էներգիա, իսկ աստղագիտությունը ասում է ոչ այնքան։ Այս տարօրինակությունը ոչ միայն թվաբանական անհամապատասխանություն է, այն ավելացնում է խորքային հարց, թե ինչպես վակուումային էներգիան ազդում է տիեզերքի լայնանկյուն վիճակի վրա։ Կան առաջարկություններ, օրինակ այն կարծիքը, որ տիեզերքի ընդհանուր էներգիան կարող է մոտ լինել զրոյին, դրական նյութական էներգիան հավասարակշռված բացասական գրավիտացիոն դիմադրությամբ։ Սա գրավիչ եւ ռոմանտիկ պատկեր է, բայց բարդությունների եւ սահմանափակումների շարք է կապված նրա ճիշտ ֆորմալացման եւ փորձարկման հետ։ Առաջին սահմանափակումը գալիս է ընդհանուր հարաբերականության բնույթից։ Համընդհանուր էներգիան չի սահմանվում նույն ձևով, ինչպես տեղական պահպանությունը։ Ամբողջ տիեզերքի մասշտաբով ներծուծված էներգիայի կոնցեպտը պահանջում է հատուկ պայմաններ, հարմար սահմանական վարք։ Երկրորդ սահմանափակումը կապված է նրանում, թե ինչպես վակուումային էներգիան ներգործում է գրավիտացիայի վրա։ Տեղակայում հայտնաբերվող ճնշումները չեն նշանակում անխտիր նույն արձագանքը ամբողջ տիեզերքի մասշտաբով։ Երրորդը փորձարարականն է։ Մենք կարող ենք տեսնել վակուումային էֆեկտներ տեղայնորեն, բայց չգիտենք, ինչպես փոքր էներգիաներ կմեծացվեն մինչև աստղագիտական մակարդակներ, կամ ինչպես դրանք կհանգեցնեն ընդհանրական ազդեցությունների։ Այս սահմանափակումները բերում են տագնապահար զարմանալի հետևանքների։ Երբ ֆիզիկոսները փորձում են հաշվարկել զրոյական ընդհանուր էներգատեսակը, նրանք բախվում են թե տեսական անորոշություններին, թե փորձական դժվարություններին։ Մենք չունենք պարզ ճանապարհ, որով կարող ենք հաստատել, այո, ընդհանուր էներգիան զրո է, ու հետևաբար ամենը սկսվել է մեկ քվանտային ակնթարթից։ Երբ ասում են տիեզերքը կարող է ծնվել ոչինչից, հաճախ նկատի ունեն այս տեսական հնարավորությունը։ Սա ոչ թե միստիկ բան է, այլ առաջարկ, որը ազատում է որոշ կանխավարկածներից։ Բայց գիտությունը պահանջում է ներդաշնակություն տեսության եւ չափման միջև, եւ այստեղ հակասությունը մնում է այն, ինչ քվանտային դաշտերը հաշվարկել են, եւ այն, ինչ տեսել են աստղագետները, չեն համընկնում։ Գիտության պատմություն ահա թե ինչ է սովորեցրել։ Երբ հավասարումները թելադրում են պայման, որը հակասում է դիտարկմանը, անհրաժեշտ է վերանայել թե տեսությունը, թե չափման մեթոդները։ Այս հարցը դեռ լուծված չէ վակուումային էներգիայի համար, սակայն պետք է հստակ հիշեցնել, վակուումը միանշանակ ոչինչ չէ։ Նրա տեղային դրսևորումները, Կազիմիրի էֆեկտը, լամպշի փոփոխությունները, լաբորատոր ճշգրտումները հաստատում են, որ դաշտերն ունեն զրոյական մակարդակ։
Սրանք չեն հերքում, որ այդ էներգիան կարող է գոյություն ունենալ եւ փոխազդել, բայց նաեւ չեն թույլ տալիս անմիջապես նույնացնել այն տիեզերական կոնստանտի հետ առանց լրացնող տեսական եւ փորձարական փաստարկների։ Վերջապես, երբ գիտական կերպ փորձում ենք ենթադրել, որ տիեզերքն ունի զրոյական ընդհանուր էներգիա, պետք է հիշենք երկու բան։ Առաջինը, դա հզոր գաղափար է, որը բացատրում է տիեզերքի ծագման մի հնարավոր ուղի։ Երկրորդը, դա չի փոխարինում քանակական ապացույցներին։ Այդ գաղափարին չկա այնպիսի փորձարարական հաստատություն, որը թույլ կտար հանգել միանշանակ եզրակացության։ Դիտարկելով այն, ինչ մենք թողնում ենք հետք, տեսնում ենք, որ մարդիկ կարող են ստեղծել տեխնոլոգիաներ եւ մշակույթներ, որոնք թողնում են նյութական նշաններ, հողում եւ ժայռացքային շերտերում, եւ այդ հետքերը կարող են դիմանալ երկար ժամանակ։ Բայց եթե վակուումը ինքնին ունի խառնաշփոթ բնույթ, այդ նշանները կարելի է ընկալել որպես նուրբ քիմիական կամ իզոտոպային ազդանշաններ, որոնք կարող են կորցնել կապը տիեզերքի մեծ իրադարձությունների հետ։ Այսինքն, վակուումը ցույց է տալիս, որ ոչինչը չի լինի պարզ, եւ այն, ինչ մեզնից կմնա, պետք է ապավնի ոչ միայն նյութին, այլ նաեւ նրան, թե ինչպես այդ նյութը հարաբերակցում է տիեզերքի բարձր մասշտաբային օրենքների հետ։ Երբ հաջորդ անգամ նայում եք ձեր սեղանի լամպին, հիշեք, որ դրա լույսը գոյանում է դաշտերի մեջ, որոնք թրթռում են նույնիսկ երբ մենք չգիտենք այդ մասին։ Պատկերացրեք, որ այդ նույն թրթռումները, փոքր թե մեծ, կարող են որոշել, ինչ կմնա մեզանից մի միլիարդ տարվա հետո։ Վակուումը ոչ միայն ֆիզիկա է, այն նաև պատուհան է մեր սահմանափակ գիտելիքի վրա։ Հաջորդ մասում մենք կխորանանք այն հարցի մեջ, թե ինչպես այդ ֆիզիկական պատուհանները կարող են դառնալ պաշտպաններ, անցանկալի մոռացության դեմ կամ հակառակ դեպքում դեպի լիակատար անհետացող միությունը։ Պատկերացրեք կեսգիշերը, որտեղ դուք կանգնած եք խավարում, մի փոքրիկ լուսարձակ ձեռքում, եւ շեֆ վակուումը հեռու է ձեզ հետ։ Նա միայն հեռախոսի հետ է փնտրում ոտնաչափ հեռավորության վրա, երկնքի մի մեծ ժխտող պատուհան։ Հիշեք այն պատուհանը, այն, որի մասին այլևս ոչ մի գիտություն չի խոստանում բաց պատասխաններ։ Այն նույն վակուումը, որի մասին խոսում էինք նախորդ մասում։ Այժմ պատկերացրեք, որ դուք պետք է բացեք այն պատուհանը, չկոտրելով ապակին, բայց որ յուրաքանչյուր փորձ բացահայտում է նոր, ավելի խստաշունչ իրականություն։ Այս միտքն փորձել լուսարձակով խախտել աշխարհի մարմինը, որպեսզի հասկանանք, թե որտեղ սկսում է ժամանակը։ Հենց այն մտածական փորձն է, որը մենք հիմա կանենք։ Ես կխնդրեմ ձեզ մնալ այս պատկերացմամբ, որովհետև այստեղ սկսվում է ամպագորգոր շարժումը, դասական տիեզերաբանական պատմությունից դեպի այն կետը, όπου բառը սկիզբ կորցնում է իր պարզ իմաստը։ Երբ մենք խոսում ենք սկիզբի մասին, վեր է հառնում այն պարզ հարցը. ինչպես է գիտությունը ֆիզիկականորեն նկարագրում ժամանակի սկզբը։ Մտնելով նախնական փորձ, սեղմենք ամբողջ տիեզերքի պատմությունը մեկ օրուայի մեջ։ Եթե տիեզերքի ողջ շղթան ընդամենը մի օր է, ապա մարդը հայտնվում է վերջին մի քանի վայրկյաններին։ Այդ փոքր ժամանակահատվածում աստղերի ծնունդներ, գալակտիկաների բախումներ, կյանքի ծագում եւ մշակույթների խառնվածք բոլորը անցնում են մի քանի կարճ մոմենտներում։ Այս սեղմումը կոչված է ոչ թե զվարճացնելու համար, այլ խորապես փոխելու մեր ինտուիցիան։ Այն ստիպում է, որ այն հարցերը, որոնք թվում էին մեզ խիստ հեռու, դարձնեն անմիջական եւ անաղարտ մերձավոր վտանգներ։ Այս միտքային փորձից անմիջապես ծագում է խնդիրը, որը տիեզերաբանական դասական հայեցակարգը չկարողացավ հաղթահարել։ Ընդհանուր հարաբերականության շրջանակներում երբեմն մենք պատահում ենք մի սահման, որտեղ օրինաչափությունները փլուզվում են։ Ալբերտ Էյնշտեյնի ընդհանուր հարաբերականության հավասարումները, երբ կիրառվում են համաչափ, իզոտրոպ եւ հոմոգենի պայմանների տակ, տալիս են Ֆրիդման-Լեմտեր-Ռոբերտսոն-Վոկ տիպի լուծումներ, որոնք մեզ տալիս են ընդարձակվող տիեզերք։ Բայց այդ լուծումներում, հետընթացով գնալով, էներգիան ու խտությունը աճում են մինչև այնպիսի արժեքներ, որոնք անգիտելի թվեր են մեզ համար, այն նույն թերի, որոնց մոտ ավտոմատ կերպով ծնվում է սինգուլյարության գաղափարը։ Այս մեծ պայթյունը չի նշանակում մի ֆիզիկա, որն ինքնըստինքյան տվյալ է։ Այն պարզ ասում է, մեր հավասարումները չեն կարող բնութագրել այն դեպքում, երբ չափերը, էներգիան, խտությունը եւ կորությունը անցնում են որոշակի նուրբ շեմը։ Այստեղ է, որ գիտնականները սկսեցին որոնել մեխանիզմ, որը կշարունակեր պատկերը, կփափկացներ այդ սինգուլյարությունը եւ կբացատրեր, թե ինչպես ներմուծվում են նախնական պայմանները։ Մոտիվացիան, որը հանգեցրեց ինֆլյացիոն գաղափարին, ձևավորվեց հենց այդ տիայի վրա։ Ինչքանով կարելի է քանդել մեր սկիզբի անորոշությունը, եթե այն պարզապես լուծում է մի քանի խիստ խնդիր։ Ֆիզիկոս Ալան Գութը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից 1960 թվականին առաջարկեց, որ սկզբնական աստիճաններում տիեզերքը անցավ արագ ու ակնթարթային ընդարձակման փուլ,
որը կոչվեց ինֆլյացիա։ Գութի առաջարկը չստորագրեց միայն մի բերկրանքավոր ընդարձակման մասին։ Նա ցույց տվեց, որ ինֆլյացիայի միջոցով հնարավոր է պարզաբանել, ինչու հեռավոր հատվածները ունեին նույն ջերմաստիճանը, հորիզոնային խնդիրը, ինչու տիեզերքը մոտ է հատկանշված հավասարությանը, հարթության խնդիրը, եւ նաեւ ինչու տիեզերքում չեն մնացել ծանր մագնիսական մոնոպոլներ, որոնք կանխատեսվում էին որոշ տեսություններով։ Այսպիսով, ինֆլյացիան դարձավ գործիք մի շարք կարևոր հարցերի լուծման համար։ Այն ոչ միայն ստեղծեց կայուն մեկնարկի հնարավոր ճանապարհ, այլև տրամադրեց այտրեց այն պայմանները, որոնցից կարող էին ծագել մեր կողային կառուցվածքները։ Բայց ինչն իսկապես առանձնահատուկ էր։ Ինֆլյացիան միաժամանակ առաջարկեց սկզբնական անցուդարձի մեխանիզմը՝ խոշոր կառուցվածքների ծագումը։ Գութը եւ նրա հաջորդները, օրինակ Անդրեյ Լինդեն, Լեբեդևի ֆիզիկայի ինստիտուտից, առաջարկեցին բայցային ամիսներին եւ տարիներին, որ քվանտային ծագման փոքր ռանդոմ տատանումները կարող են մեծացվել ինֆլյացիայի ընթացքում եւ դառնալ գալակտիկաների ու աստղերի հիմքերը։ Այս զգայուն մեխանիզմը դարձավ այն կապը, որը պակասում էր, միացնելու միկրոսկոպիկ ֆլուկտուացիաները մեր կառուցվածքների մետրոսկոպիկ աշխարհին։ Այնպես որ ինֆլյացիան ունի երկու կարևոր օգուտ։ Առաջին, լուծում է կոսմոլոգիական խոշոր խնդիրները։ Երկրորդ, տալիս է ճանապարհ հասկանալու, թե ինչպես քվանտային տատանումները դարձել են մեծամասշտաբ կառուցվածքների սկզբունք։ Բայց այստեղից էլ առաջանում է բարդ հարցը. եթե ինֆլյացիան այսքան հզոր է, արդյոք այն հաղթահարում է սկզբի խնդիրը, արդյոք կարող է մեզ ասել, թե ինչ եղավ առաջից։ Այստեղ գալիս է դասական գիտության մի սահմանափակում։ Այս հարցի շուրջ կա մի հայտնի արդյունք, որը ցույց է տալիս, որ ինֆլյացիան ինքնին չի հանում բոլոր հարցերը։ Ֆիզիկոսներ Արվինդ Բորդեն, Տավսի համալսարանից, Ալան Գութը, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից եւ Ալեքսանդր Վիլենկին, Տավսի համալսարանից, 2003 թվականի իրենց աշխատանքում հրապարակեցին եզրակացությունը, որը դժվար է շրջանցել։ Ինֆլյացիոն օրինաչափությունները, ինչքան էլ երկար կարողանան շարունակվել ապագայում, ըստ այս թեզիսի, չեն կարող լինել անցյալով ամբողջական։ Այս հայտնի Բորդե-Գութ-Վիլենկինի թեզ, որը սովորաբար նշաձրվում է որպես BGV թեզ, ասում է. եթե դուք ունեք միջին դրական ընդարձակման արագություն, ապա այդ տիեզերքը անցյալով անխուսափելիորեն կդառնա ոչ ամբողջական։ Սա չի նշանակում արտաքին ժամանակը սկսվեց հենց այս պահին, կամ մենք հստակ գիտենք ինչ եղավ, այլ ասում է մի ավելի զգայուն բան. ինֆլյացիայի ստանդարտ մոդելները, որքան էլ երկարատև կամ անվերջ թվան, չեն կարող ազատվել անցյալային սահմանից։ Նրանք պարզապես այն տեղափոխում են այլ տեղ։ Այս թեզը պնդում է էլ ավելի խորն։ Այն հրաժարվում է թույլտվությունից, որ կարելի է ուղղամ խիթարվել, ինֆլյացիան փոխարինում է ամբողջ խնդիրը։ Եթե աշխատում ենք միայն դասական տարածք ժամանակ պատկերներով։ Մինչ այդ մենք պետք է զգուշորեն բացատրենք, թե ինչ է BGV փաստարկը հաստատապես պնդում եւ ինչն է նրա սահմանը։ Հրապարակավ ասվածը հաճախ վերաուչացվում է որպես ինֆլյացիան չի բացատրում սկիզբը, բայց իրականում փաստարկը նուրբ է։ BGV թեզը սովորաբար պահանջում է, որ ինչ-որ միջին ընդարձակման տեմպ գոյություն ունենա հաշվետու ժամանակի վրա։ Այնուհետև ցույց է տալիս, որ անցյալով այն ոչ ամբողջական չի կարող լինել անսահման։ Բայց դա չի պնդում կոնկրետ ֆիզիկա սկիզբ կամ այնպիսի ժամանակային սկիզբ, որը դասական իմաստով լինի ամբողջապես բացատրելի։ Բորդե-Գութ-Վիլենկինի հաշվարկները չեն պահանջում խորացված քվանտային գրավիտացիա կամ հատուկ ենթադրություններ միկրոկոսմոլոգիայի համար։ Դրանք հիմնված են ընդհանուր հարաբերականության կարողությունների եւ ընդարձակման ընդհանուր նկարագրության վրա։ Այս պատճառով արդյունքը աղմկային է։ Այն չի պնդում, որ բնազդայինորեն չկա սկիզբ, այլ ասում է, եթե հույս ունենք պատմությունը ամբողջությամբ նկարագրել միայն կոմֆորտաբել դասական պատկերներով, մենք գուցե սխալ ենք։ Հաճախ անտեսվում է եւս մեկ բան։ BGV չի ասում, որ մինչ ինֆլյացիան ոչինչ չէր, կամ որ անհրաժեշտորեն պետք է լինի մի միայնակ առաջին կաթիլ։ Նրա բանաձևը ավելի գրագետ ու կոնցեպտուալ է։ Այն քանդում է որևէ հստակ ամբողջական անցյալային նկարագրության հավակնությունը, երբ այդ նկարագրությունը հիմնված է նույն դասական մոդելների վրա, որոնցով մենք օգտագործում ենք ընդհանուր հարաբերականությունը։ Այսպիսով BGV-ը ցույց է տալիս առաջնային անհրաժեշտությունը նոր տեսության, այնպիսի մի ֆրեյմ, որը կարող է միավորել դասական ու քվանտային բաղադրիչները, ինչպիսին է օրինակ քվանտային գրավիտացիան կամ որևէ այլ նոր ֆիզիկա, որը մեղմացնում է դասական անարդարությունները։ Մաղթելի հարցը այն է, ինչն ենք մենք առաջարկում որպես այդ նոր տեսություն, եւ կարող է այն ամբողջապես փոխարինել դասական պատկերացումները, բացատրելու այն, ինչ BGV-ն արձանագրել է որպես ոչ ամբողջական անցյալ։ Այժմ անդրադառնանք մի շատ կոնկրետ կետին,
Որտեղ եւ երբ են դասական նկարագրությունները դադարում բավական լինել։ Դասական ընդհանուր հարաբերականությունը եւ ֆլրվ մոդելները լավ են աշխատում, երբ մենք գործ ունենում ենք չափերով, որտեղ տարածության կորությունը եւ էներգետիկ խտությունը մնալով փոփոխական, բայց դեռ կառավարելի են։ Այս պայմաններում կարող ենք ճշգրիտ կանխատեսումներ տալ գալակտիկաների եւ աստղերի վարքագծի վերաբերյալ եւ ընդհանրացակման պատմության մասին։ Բայց երբ մենք մոտենում ենք այն սահմաններին, որոնք բնորոշվում են չափերով, որտեղ քվանտային ազդեցությունները սկսում են գերիշխել, դասական մոտեցումը շահարկել է։ Այս սահմանները կապված են ֆիզիկական չափերով, որտեղ քվանտայությունները սկսում են գերիշխել։ Այս չափերը մենք ընդհանրակորեն կոչում ենք պլանկյան սանդղակները, այնպիսի փոքր, որ մեր առօրյա պատկերացումները խափանվում են։ Գործնական առումով, երբ քրվեչրն կամ էներգիան հասնում են այդ բարձրության, տարածությունը այլևս չի պահպանում այն կառուցվածքը, որին մենք սովոր ենք, եւ մաթեմատիկական հավասարումները կորցնում են իրենց կանխատեսողական ուժը։ Այսպիսով, թե ֆիզիկական տեսանկյունից, թե գաղափարականապես, մենք կանգնած ենք երկու մեծ ընտրության առջև։ Կամ ընդունել, որ կա նոր ֆիզիկա, որը պետք է մտնի խաղի այդ մասում, կամ ընդունել, որ մեր լեզուն, ժամանակի եւ տարածության լեզուն, կարիք ունի վերաշարադրման։ Կարևոր է հասկանալ, որ նոր ֆիզիկա բառը չի նշանակում միայն նոր հավասարումների գրանցում։ Դա կարող է նշանակել ժամանակի եւ իրականության այնպիսի վերատնտեսում, որտեղ սկիզբը կարող է ունենալ այլ իմաստ։ Օրինակ, որոշ մոտեցումներ քվանտային գրավիտացիայից ենթադրում են, որ անցյալը մի կերպ վերափոխում է մեր ծագման պատկերացումը եւ կարող է ծնել վերադարձներ կամ բազմաշխարհների տեսություններ։ Բայց այս բոլորը դեռ գտնվում են գիտության սահմաններից դուրս։ Դրանք առաջարկում են հնետաքրքիր ուղիներ, բայց դեռևս չկան անշրջելի փորձաքննություններ, որոնք թույլ կտան մեզ գլխավորել այս ճանապարհներից որևէ մեկը։ Վերադառնանք մեր սկզբնական պատկերին, լուսարձակով պատուհանի առաջ։ Միկրոաշխարհը, քվանտային ասպեկտները եւ մակրոաշխարհը, ընդհանուր հարաբերականության ասպեկտները, երկուսն էլ անհրաժեշտ են պատուհանը բացելու համար։ Բայց երբ մենք մոտենում ենք ապակուն, պարզվում է, որ այն բաղկացած է բազմաշերտից, ոչ միածին։ Միկրո եւ մակրո հակադրությունը այստեղ աշխատում է որպես մեթաֆոր։ Երբ նայում ենք փոքր մասշտաբներին, տեսնում ենք հագեցնող աղմկոտ քվանտային թվյուններ, որոնք դասական պատկերը չի բնութագրում։ Երբ նայում ենք մեծ մասշտաբին, տեսնում ենք հավասարումներ, որոնք կարող են ամեն ինչ կարգավորել։ Բայց հենց այդ երկու սահմանները չեն տալիս մի պարզ ճանապարհ, որը կապի երկու աշխարհները ամբողջովին եւ առանց մնացորդների։ Այս հակասությունն է այն տեղը, որտեղ հայտնվում են գաղափարական խառնարանները եւ որտեղ պահանջվում է ինտելեկտուալ քաջություն, ընդունելու, որ սկսված խնդիրն ավելի խոր է, քան մեր նախնական հռետորաբանությունը։ Երբ պետք է անցնենք դեպի նոր լուծումներ, մեզ ուղեցույց են տալիս ոչ միայն մաթեմատիկական ճշգրտությունները, այլև ֆիլոսոփիական մտադրությունները։ Ինչն է ավելի կարևոր՝ հստակ պատճառի վերացական պնդումը, թե մի ավելի բարդ, հնարավոր բազմակողմանի պատկեր։ Սա այն պահն է, երբ պատմությունը փոխվում է։ Մեծագույն մտքի շարժումները հիշեցնում են մեզ, որ միասնական բացատրությունները երբեմն պահանջում են, որ մենք համարձակվենք փոխել ենթադրությունները։ Մեր օրերում նույն համարձակությունը պետք է վերաբերվի այն հարցին, թե ինչպես միացնել ինֆլյացիան, BGV-ի հետևությունները եւ հանճարեղ, բայց դեռ փորձարկված չլինող քվանտային գրավիտացիան։ Մինչ այդ, չնայած այս բոլորին, մենք դեռ ունենք աշխատող մոդելներ, որոնք շատ բաներ են ասում տիեզերքի մասին, սակայն նրանք չեն տալիս մեր ժառանգության սկզբնական վերջին եզրակացությունները։ Եվ վերջապես, եռակի մեղեդին, միկրո-մակրո հարաբերությունը եւ մեր մտքի սահմանը։ Սա այն տարածքն է, որտեղ գիտական դրվագները ու փիլիսոփայական մտորումները փոխարինում են միմյանց։ Եթե ինֆլյացիան թույլատրում է մեզ սկիզբի մի հատված տեղափոխել մի փուլով, նվազեցնելու անհասկանալիությունը, BGV-ն ասում է, որ այդ տեղափոխումը ամբողջությամբ չի կարող անվերջագրվել, առնվազն ոչ դասական շրջանակներում։ Այս ոչ ամբողջականությունը չի դատապարտում մեր գիտելիքը, այն հրավիրում է մեզ մտածել մեկ հարցի շուրջ. ինչ ենք մենք նկատառում, երբ ասում ենք սկիզբ, եւ որքանով ենք պատրաստ ապրել այնպիսի ոչ միանշանակության մեջ, որը գիտությունն այսօր մեզ ներկայացնում է։ Միայն այն պահին, երբ ընդունում են, որ միկրո եւ մակրո չեն միանում առանց նոր տեսության, մենք կարող ենք սկսել կառուցել մոտեցումներ, որոնք թույլ կտան վերանայել մեր պատկերացումները ժամանակի, իրականության եւ մեր տեղի մասին այս մեծ գունագեղ կտավի վրա։ Եվ հիմա, երբ դուք ապրեցիք այս մտածական փորձը, թող ամենայն փոքր հարցը մնա ձեզ հետ։ Եթե մենք նայում ենք մեր փոքր լապտերի ճառագայթին եւ տեսնում միայն անցողիկ հատվածներ, արդյոք չենք պատրաստվում փոխել ինֆլյացիայի եւ անցյալի մասին մեր պատկերացումները, երբ հարևանանալու ենք ապագայի նոր տեսությունների հետ։ Այս հարցը չի վերջանում այս պահին։
Այն բացում է մի նոր դուռ, որը մենք պատրաստվում ենք անցնել հաջորդ մասում, խորանալով քվանտային ջգրավիտացիայի, բազմաշխարհների եւ այն տեսությունների մեջ, որոնք հավակնում են միավորել միկրո-մակրո հակադրությունը մեկ համապարփակ պատմության մեջ։ Քայլ արեք մի պահ մեր ժամանակից դուրս ճամփորդության գծային պատկերով։ Նայեք առաջ, դեպի այն առաջին պահը, երբ ժամանակը չէր դիտարկվում որպես երկարօթային գիծ, այլ որպես փափուկ, փքված ծավալ, որտեղ սկիզբը չի ունենում կտրուկ եզր։ Մենք մտնում ենք ինֆորմացիայի այդ խողովակի մեջ, որտեղ երկու տարբեր ակնոցներ առաջարկում են երկու տարբեր լուսանկար։ Մեկին կոչում են առանց սահմանների, և մյուսին թունելային ծնունդ։ Այս բաժնում մենք կմտնենք այդ երկու ակնոցների հոգին, հասկանալու թե ինչ են նրանք ասում մեզ և ինչ են թողնում անպատասխան։ Երանկարը առաջին հարվածն է, երկրորդ հարվածը գալիս է տվյալներից։ 2014 թվականի աստղաֆիզիկայի փորձը, որը 2.5 տարի հուզեց հանրությանը, ցույց տվեց, որ տվյալները կարող են մեր տեսությունները կամ վկայել, կամ շեղել։ Այս տեխնոլոգիական առաջխաղացումը մեզ սովորեցրեց, որ հեռավոր ազդակների, պոլարիզացիաների և մոդուլացիաների չափումը կարող է դառնալ բանալի, տարբեր ծագման մոդելների միջև ընտրության համար։ Հարթլ Հոքինգի առաջարկը ներկայացրեց գաղափար, որը միաժամանակ դարձավ փիլիսոփայական։ Ջեյմս Հարթլը, Կալիֆոռնիայի համալսարանից, Սանթա Բարբարա և Սթիվեն Հոքինգը, Քեմբրիջից, 1980-րդ տարվա աշխատություններում առաջարկեցին աշխարհին նոր սահման։ Նրանց պատկերացմամբ սկիզբ չունեցող աշխարհը կարող է լինել միակատար, պարկուճային ու փափուկ գեոմետրիայով, որտեղ ժամանակը միաձուլվում է դեպի 4 չափ մեծություն և դառնում է պարզապես մի հարթություն, ոչ թե սուր եզրով ավարտվող գիծ։ Մետաֆորա. պատկերացրեք ծովափ, որտեղ ավազի շերտը փափուկ կորությամբ թեքվում է, առանց կտրուկ եզրագծի։ Ավելապես, նրանց մոտեցումը հիմնված է ալիքային ֆունկցիայի հաշվարկի վրա, որը իրականացվում է ճանապարհային ինտեգրալներով, հաշվելով այն հասարակ և կանոնավոր եկլիդյան գեոմետրիները, որոնք հարթորեն ավարտվում են։ Այսպիսով նրանք առաջարկեցին հաշվարկել բոլոր այն համախմբված կանոնավոր եկլիդյան դաշտերը, որոնցով աշխարհն ունի որոշակի հավանականություն։ Այս մոտեցումն հաճախ կոչվում է առանց սահմանների մոդել։ Այս մոտեցման նպատակն էր ցույց տալ, թե ինչու մեր տիեզերքը սկսեց համեմատաբար հարթ ու համաչափ, և ինչու ինֆլյացիան կարող էր հանգեցնել այնպիսի սկզբնական պայմանների, որոնք մենք այսօր տեսնում ենք։ Այո, սա խոսում է ինֆլյացիայի մասին, բայց ոչ ուղղակիորեն։ Հարթլ Հոքինգը ցույց է տալիս, որ որոշ ճանապարհային ինտեգրալներ ավելի շատ աջակցություն են տալիս այն աշխարհներին, որտեղ ինֆլյացիան թույլատրվում է սահմանափակ չափով, մինչդեռ այլ կոմբինացիաներ քիչ են հավանականացնում երկարատև ուժեղ ինֆլյացիա։ Դրա հետևանքը մի պարզ, բայց կարևոր պնդում է։ Եթե այս հաշվարկները ճիշտ են, ապա որոշ մեթոդներով հաստատված ինֆլյացիայի մեծ տևողությունը կարող է չստանալ առավելություն, և այստեղ սկսվում է մրցակցությունը այլ մոդելների հետ։ Այս հակադրությունն է այն, ինչ մեզ է տանում դեպի հաջորդ մոդելը։ Ալեքսանդր Վիլենկինի առաջարկը մոտենում է խնդրին այլ կերպ։ Վիլենկինը Տավսի համալսարանից 1982 թվականին առաջարկեց թունելային ծնունդ մոդելը, որը պատկերացնում է մեծ պայթյունի սկիզբը որպես քվանտային թունելավորում դեպի գոյություն։ Մետաֆորա. պատկերացրեք քվանտային մասնիկը, որը թունելավորում է դեպի նոր տարածք, որտեղ դասական ճանապարհները խանգարում են, բայց քվանտը կարող է հայտնվել այնտեղ։ Վիլենկինի տեսանկյունից տիեզերքը չի գալիս փափուկ եզրով, այլ հայտնվում է որպես քվանտային դեպք, թունելավորելով 0-ից դեպի լայնածավալ, արագ ընդլայնվող աշխարհ։ Այս երկու մոտեցումների միջև գլխավոր տարբերությունը առկա է հավանականությունների բաշխման մեջ։ Հարթլ Հոքինգի ալիքային ֆունկցիան հաճախ կապվում է ճանապարհային ինտեգրալների հետ եկլիդյան դաշտերում, այնպես որ հավանականությունները կապված են էքսպոնենցիալ կերպով նվազող գործողության հետ։ Վիլենկինի թունելային ֆունկցիան հակառակ տրամաբանություն ունի, այն կողմնակալություն է ցուցաբերում այն աշխարհներին, որոնք սկսվում են մեծ ինֆլյացիայով։ Այս տարբերությունն ակնհայտ է։ Այն մեզ տալիս է տարբեր պատկերացումներ այն մասին, թե ըստ յուրաքանչյուր մոդելի ինչ տեսակի աշխարհներ կլինեն ավելի հավանական։ Հետազոտական մասում այս հակադրությունը ունի հետևանքներ, որոնք կարելի է փորձարարականորեն, եթե ոչ ուղիղ, ապա անուղղակիորեն առանձնացնել։ Եթե ճիշտ կողմնորոշված տեսական մոդել կա, ապա որոշ չափելի ազդակներ, օրինակ տենսորային ալիքների պատճառած պոլարիզացիաները, կարող են արտացոլել ինֆլյացիայի չափը, որը մոդելը կանխատեսում է։ Սակայն այստեղ հայտնվում է կարևոր խնդիրը։ Տեսական մոդելն ու տվյալները պետք է հանդիպեն մի տեղ, որտեղ ճանապարհային ինտեգրալը և բնությունը չեն հակասում։ 2014 թվականի փորձաքննությունը ցույց տվեց, թե որքան հեշտ է տվյալներից սխալ եզրակացություններ անել, երբ լույսի ազդակներում կա միջամտություն կամ աղտոտում։
Բայց նույն տեխնիկական առաջխաղացումը նաև ցույց տվեց, որ հնարավոր է մի օր արձանագրել նշանները, որոնք տարբեր կանխատեսումները դարձնում են տարբերակիչ։ Այս քայլը կարելի է դիտարկել որպես այն պահը, երբ տեխնոլոգիան արագանում է, բայց տեսությունը դեռ չի տվել վերջնական, անշրջելի պատասխան։ Մեթոդական եւ մաթեմատիկական խնդիրները խորքային են։ Ճանապարհային ինտեգրալները, որոնց վրա հույսը դնում է Հարտլ-Հոքինգի մոտեցումը, մնում են մաթեմատիկական հարցերի առջև բաց։ Ամբողջ տիրույթը պետք է սահմանվի կոմպլեքս ուղիներով, որտեղ կոնտուրների ընտրությունը որոշում է վերջնական արդյունքը, եւ այս ընտրությունը մինչ այժմ ամբողջությամբ հիմնավորված չէ։ Այստեղ մենք հանդիպում ենք այն երևույթին, որը կոչվում է թվաբանական խնդիր, թե ինչպես սահմանել այն անսահման լուծումների բազմությունը, որոնցից պետք է վերցնեն արդյունքը։ Այս հարցերը մեզ ուղղորդում են դեպի քվանտային գրավիտացիայի մի տեսական շրջանակ, որտեղ ընդհանուր հարաբերականությունը եւ քվանտային մեխանիկան պետք է միահյուսվեն։ Սակայն այն դեռ չի պատասխանել մի քանի կարևոր հարցերի։ Օրինակ, ինչպիսին է ժամանակի բնույթը քվանտային համատեքստում եւ ինչ ենթադրությունների ներքո պետք է սահմանվի ալիքային ֆունկցիան։ Այս բացերը պահում են երկու մոդելները տեսական պայքարի մեջ եւ թույլ են տալիս քննարկումները շարունակվել։ Պարզ տարբերակումը ունի նաև փորձական կողմ։ Եթե ինֆլյացիան շատ թույլ է, ապա տենսորային ալիքների հարաբերակցությունը պետք է լինի փոքր, իսկ եթե ինֆլյացիան երկար կամ ուժեղ է, այդ հարաբերությունն ավելի մեծ կլինի։ Աստղաֆիզիկայի մի քանի խմբեր, օրինակ պլանետի թիմերը, արդեն մի քանի տարի են ծրագրում եւ հրապարակել են տվյալներ, որոնք սահմանափակում են այդ հարաբերությունը, եւ այդ սահմանափակումները խամրում են տեսությունները, որոնք կանխատեսում էին շատ ուժեղ ինֆլյացիա։ Այս տեսության եւ տվյալների երկխոսությունը շարունակվում է, մեկ քայլ դեպի հստակեցում, սակայն դեռ չենք տեսել վերջնական հաղթողը։ Արդեն վերջնական փուլում այս մոդելները մեզ տալիս են կոնկրետ տեսանկյուն։ Նրանք ցույց են տալիս, որ հնարավոր է գիտական լեզվով մտածել ամբողջ աշխարհի մասին որպես մի քվանտային օբյեկտ, որին կարող են վերագրվել որոշակի հավանականություններ, բայց ոչ հստակ, միանշանակ, ճշգրիտ եզրակացությամբ։ Այս բացատրությունը մեզ օգնում է հասկանալ ոչ միայն այն, ինչ տեղի ունեցավ, այլև այն տեսական պայմանները, որոնք կարող են արտադրել այնպիսի աշխարհներ, որոնցում ձևավորվում են մոլորակներ, աստղեր եւ կյանքի հնարավոր պայմաններ։ Ինչ մնում է բացառված կամ անհասանելի։ Նրանցից ոչ մեկը չի տալիս վերջնական, միանշանակ դիմացկուն մեխանիզմ բոլոր ժամանակի սկզբի հարցերի համար։ Նրանք չեն ասում, թե ինչու հենց այս ֆունդամենտալ ֆիզիկայի կոնֆիգուրացիան ընտրվեց, այլ ոչ թե մեկ այլ։ Նրանք չեն լուծում չափման կամ ժամանակի բնույթի ամբողջական փիլիսոփայական խնդիրները։ Ավելին, հաշվարկները զգայուն են կոնտուրների, կարգերի եւ ֆունկցիոնալ ընտրությունների նկատմամբ, ուստի նույնիսկ խիստ մաթեմատիկական փորձարկումները կարող են տատանվել ըստ որոշ տեխնիկական որոշումների։ Այսպիսով, գիտությունների մեջ դրանք ավելի արդար է ընկալել որպես մոտեցումներ, ոչ թե վերջնական փաստեր։ Մենք կանգնած ենք մի հետաքրքիր խաչմերուկում։ Մեկ կողմից մոդելներ, որոնք առաջարկում են կանոններ ու հաշվետվողականություն կյանքի սկիզբի վերաբերյալ։ Մյուս կողմից տեխնոլոգիա եւ փորձարկումներ, որոնք աստիճանաբար մանրամասնում են տվյալները, որոնք կարող են առանձնացնել տարբեր կանխատեսումները։ Այս երկխոսությունն է, որը մեզ տանում է առաջ։ Հաճախ գիտական առաջընթացը պայմանավորված է ոչ այնքան պատասխաններով, որքան այն հարցերի վերանշանակմամբ, որոնք մենք կարող ենք հարցնել։ Վերջնական տեսանկյունից այս երկու մոտեցումները մեզ սովորեցնում են պարզ բան։ Քվանտային ծագման մոդելները մեզ տալիս են լեզու, խոսելու այն մասին, ինչը նախկինում թվում էր անշարժ ու անհաշվելի։ Նրանք բացում են մի քանի երանգով խնդիրներ, որոնց պատասխանը կախված է մեր հետագա տեխնոլոգիական քայլերից եւ տեսական առաջընթացից։ Այս ճանապարհորդությունը չի ավարտվում մեկ հատվածով կամ մեկ եզրահանգմամբ։ Այն լինելու է ոչ միայն գիտական, այլ նաև խորապես ճանաչողական, որտեղ յուրաքանչյուր նոր չափումը բացահայտում կամ հաստատում է մեր փոքր պատմությունը, որպես մաս մի մեծ ամբողջի։ Մտածեք մի սենյակ, որտեղ գիտելիքն ու սարքավորումները միասին փորձում են լույս հասցնել անցյալի մի լամպի վրա։ Եթե այդ լամպը երբևէ միացված է եղել, արդյոք մենք կարող ենք երբևէ վստահաբար ասել, թե ինչ լույս հանեց առաջին պահին, կամ արդյոք մի նոր տեսություն չի ստիպի մեզ ամբողջությամբ վերագրել մեր մեկնարկի պատմությունը։ Այս բացումը չի փակվում այստեղ։ Երբ փոքր կաթիլը ցատկում է պահարանից ու հարվածում է անսահման ավազով պատված հարթության մատանին, նրա ալիքները կրկնապատկվում են եւ երբեմն համաչափություն են ձեռք բերում։ Կարծես մի ամբողջ երկիր լողում է մի փոքր շարժման հիման վրա։ Այժմ պատկերացրեք նույն պահը, միայն ավելի մեծ։ Ոչ մի հեռավոր գալակտիկա տատանվում է տաղանդով, այլ բիրտ անհավասարությամբ արդեն ծնվում է նոր աստղերի բաբախյունը։ Արդյոք այդ նույն կանոնները, որոնք ղեկավարում են կաթիլի ալիքները, չեն գործում նաև մեծարքային սկզբունքներով կառավարվող ինֆլյացիոն բազմաշխարհում։
Մեկ հարվածի համար պարզ միակ պատասխան գոյություն չունի։ Այն նույն հարցը, որը տալիս ենք վերևից, հետք է թողնում ներքևում։ Գիտնականները սկսեցին տեսնել անհավասար զույգությունը՝ փոքր եւ մեծ սկալաների միջև։ Դա է մեր առաջին հուշումը՝ փոքր ու մեծ աշխարհի զուգադիպության մասին։ Ահա այստեղ է ծնվում չափման խնդիրը, ինֆլյացիոն սցենարների կենտրոնական հանգամանքը, որի շուրջ հետագայում մենք կվերադառնանք։ Ֆիզիկոս Ալան Գութը իր հիմնարար աշխատանքի հրապարակումից հետո 1981 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում ներկայացրեց ինֆլյացիայի գաղափարը, որպես կարճատև բեղմնավորման փուլ, որը հարթեցնում է սրբագրությունները։ Այդ գաղափարը արագ դարձավ դռներ բացող։ Անդրեյ Լինդենը աշխատանքներ հրապարակելով 1983 թվականին Ստանֆորդի համալսարանում եւ այլ վայրերում բացատրեց հավանականությունը, որ ինֆլյացիան կարող է երբեմն շարունակվել եւ ստեղծել բազմամարդ հավերժացող պոչեր։ Իսկ Ալեքսանդր Վիլենկինը 1984 թվականին մի քանի եզրահանգում կառուցեց այն մասին, որ այդ անվերջ ընթացքը կարող է արտադրել իրական բազմաշխարհ։ Այս երեք գիտնականների անունները մեզ նախազգուշացնում են։ Խնդիրը ոչ այն է, որ նրանք սխալ են, այլ այն, որ նրանցից հետո տեսական ապարատը առաջ քաշեց նոր, ավելի բարդ հարց։ Եթե ինֆլյացիան ստեղծում է անսահման աշխարհներ, ապա ինչպես ենք հաշվարկում, թե որտեղ ավելի հավանական է, որ մենք հայտնվենք։ Դա է չափման խնդիրը։ Այն հարցն է, թե ինչպես մաթեմատիկապես եւ ֆիզիկապես տեղադրել ծանրություն բոլոր հնարավորությունների վրա։ Չափում ասելով մենք պատկերացնում ենք հավանականության աստիճան, որը ասում է այս անսահման բազմությունից այսպիսի ցուցանիշ ունեցող աշխարհները ավելի շատ են, քան այնպիսիերը։ Մետաֆորական իմաստով դա նման է անսահման հովի վրա նեղ ճանապարհ գտնելուն։ Եթե դաշտը առանց սահմանափակումների է, ապա ինչպես կգնահատենք երկու տարբեր ուղիների համեմատությունը։ Բայց սա ոչ միայն պատկերական խնդիր է։ Այս հարցի առջև կանգնած են կոնկրետ մաթեմատիկական բանաձևերը, որոնք հրահանգում են ընտրությունները։ Աշխատում են մի քանի մոտեցումներ։ Մի քանիսը առաջարկում են հաշվարկել տարածքի տարածվածությունը այս կամ այն չափման պայմաններում։ Մյուսները հաշվում են ըմբռնելի ժամանակի կատորները, կի կտորները եւ դրանցից յուրաքանչյուրը տալիս է տարբեր թերություններ։ Մաքս Տեգմարկը 2003 թվականին Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում դասակարգեց բազմաշխարհի տեսական տիպերը, սակայն նա նշում էր, որ ինֆլյացիայի հաշվարկներում չափման ընտրությունը մնում է կենսական բացվածք։ Հետևանքը պարզ է։ Տարբեր չափման կանոնները տալիս են տարբեր կանխատեսումներ։ Այս պահին քիչ դադար։ Կարող եք զգալ բնական կասկածմունք։ Կա իրականում նշանակություն այն բանի, թե ինչպես ենք հաշվում հավանականությունը, եթե ամեն ինչ միևնույնն է, անսահման։ Ձեր զարմանքը ճիշտ է եւ լուրջ։ Մենք պետք է հստակ ցույց տանք, թե ինչու սա ոչ միայն թվաբանական նյարդախեղդ է, այլև գիտական կանխատեսումների հիմքը ճեղքում է։ Մեկ գաղափարից սկսենք։ Եթե տարբերակներ շատ կան, ապա միայն դրանց քանակը չի որոշում, թե ինչը ավելի հավանական է։ Շատ ավելի կարևոր է, թե որքան ժամանակ կամ ինչ չափով այն տարբերակը գոյություն ունի։ Մտածեք ժամացույցի կարուսել։ Մի լույս մեծ ուժով մի փոքր ժամանակ է վառվում, մյուսը թույլ է, բայց անընդհատ։ Եթե հաշվում ենք միայն լույսերի քանակը, առաջինն ավելի մեծ կերևա։ Սակայն եթե հաշվում ենք ամբողջական վառվելու ժամանակը, կարող է պարզվել հակառակը։ Ինֆլյացիոն բազմաշխարհում նույնն է։ Որոշ աշխարհներ շատ են ծնվում, բայց քիչ պահվում։ Ինչպես դրանք համեմատել։ Բոլուցյանական մոտեցումը կամ Բոլցմանյան տրամաբանությունը ներգրավում է այս խնդրի մեջ եւ բերում մեզ երկրորդ մեծ քննությանը՝ Բոլցմանի ուղեղներին։ Լուդվիգ Բոլցմանը 1890-ական թվականներին Վիեննայի համալսարանում աշխատելով հիմնավորեց, որ մեծ համակարգերում կարող են պատահական ֆլուկտուացիաների միջոցով առաջանալ անհավանական վիճակներ։ Այդ մտքից առաջացավ եզրակացություն այն մասին, որ բավական մեծ կամ անվերջ համակարգում պատահականորեն կարող են առաջանալ ինքնաճանաչող, բայց կարճատև մտածող օբյեկտներ, Բոլցմանի ուղեղներ, որոնք արագ կազմավորվում ու քայքայվում են առանց հարուստ պատմության կամ աշխարհագրական անցյալի։ Բոլցմանի ուղեղը կիրառվում է որպես տեսակետային փորձարկում։ Եթե մեր տեսական համակարգը թույլ է տալիս, որ նման պատահական ուղեղներից ավելի շատ ստեղծվեն, քան կենսաբանական ճանապարհով երկար ժամանակ զարգացած դիտորդներ, ապա մեր մոդելը ներքին անհամապատասխանություն ունի։ Մաքս Տեգմարկը եւ այլ աշխատողներ նշել են, որ ցանկացած տեսական համակարգ, որը ենթադրում է ավելի շատ Բոլցմանի ուղեղներ, քան նորմալ դիտորդներ, բախվում է հետևողականության խնդիրների հետ։
Այդպիսի մոդելում մենք պետք է սպասենք, ինքներս լինել պատահական դիտորդը, բայց մեր փորձը ցույց է տալիս հակառակը։ Մենք ապրում ենք պատմությամբ հարուստ, շարունակական աշխարհում։ Այս անհամապատասխանությունն ազդարարում է, որ կամ չափման կանոնը սխալ է, կամ մոդելը անբավարար։ Պատկերացրեք արձան, որը ժամանակ առ ժամանակ պատահական ֆլուկտուացիայով ձեռք է բերում ինքնաճանաչում։ Եթե տեսությունը ասում է, որ այդպիսի կարճատև գիտակցությունները շատ ավելի հաճախ են հայտնվում, քան մարդկային պատմությամբ օպկեբաց դիտորդները, դուք պետք է բացատրեք, ինչու ձեր փորձը իրական է եւ ոչ պատահական։ Սա այլևս նուրբ հարց չէ, սա թերություն է տեսության մեջ։ Այս քննությունը մեզ վերադարձնում է նոր զարմանքի։ Մարտահրավերը լուծելու համար կան երկու ընդհանուր ճանապարհ։ Կամ ընդունել չափման կոնկրետ, ֆիզիկապես հիմնված մեթոդ, որը ճնշում է բոլցմանյան ուղեղների հավանականությունը, կամ դնել սահմանափակումներ տեսության համար, որոնք արգելում են այդպիսի անվերջ գերակշռություն։ Անդրեյ Լինդենը 1983-ի եւ հետագա տարիների աշխատանքներում առաջարկեց մոտեցումներ, որոնք սահմանափակում են, թե ինչպես կարելի է հաշվարկել վերարտադրվող համակարգերը։ Սակայն յուրաքանչյուր մոտեցում ունի դժվարություններ։ Պետք է անկեղծ լինեմ ձեզ հետ։ Եթե դուք լսում եք այս պատմությունը եւ մտածում եք, որ ամեն ինչ խորն է եւ դժվար հասկանալի, ձեր կասկածը առողջ է։ Մենք չենք ասում, որ կան արագ անժխտելի լուծումներ։ Գիտական հավատարմությունը պահանջում է ոչ միայն հստակ բանաձևեր, այլև այնպիսի մեկնաբանություն, որը բնորոշում է ինչ է դիտորդը եւ ինչպես ենք մեկուսացնում մեր փորձը անսահման բազմազանության մեջ։ Անսախապվերջ մոգական խափանման փոխարեն անսահման տարբերակների արկայությունը չաճախ ներկայանում է որպես պարզ պատասխանի բանալին։ Բայց Ալան Գուտ ինքն է զգուշացրեց, որ միայն բազմազանությունը չէ պատճառը, որը տալիս է հստակ բացատրություն։ Բազմազանության ցուցումը նույնքան հարց է, որքան պատասխան։ Պատկերացրեք գրադարան, բոլոր հնարավոր գրքերով եւ շարադրանքներով։ Միայն այն, որ գրադարանն անսահման է, չի նշանակում, որ դուք հասկանում եք, թե ինչու հենց ձեր պատմությունն է հայտնվել։ Թվերի բազմությունը չի լուծում խնդիրը, այն միայն տեղափոխում է պատասխանատվությունը դեպի չափման կանոնը, որը ընտրում է այս կամ այն էջը։ Մենք ճիրանավորվում ենք, ունենք ազատություն ստեղծել անսահման գրադարաններ, բայց բացակայում է կարգապահություն ընտրելու այն էջը, որը համապատասխանում է մեր փորձին։ Գիտնական Ալեքսանդր Վիլենկինը իր հաջորդ աշխատություններում առաջարկեց կոնկրետ չափողական մոտեցումներ, որոնք փորձում են խուսափել Բոլցմանի ուղեղների գերակշռությունից։ Տարբեր թիմեր, ներառյալ Մաքս Տեգմարկը եւ այլք, փորձել են կառուցել դիտողի կենտրոնացված չափումներ։ Համենայն դեպս, յուրաքանչյուր նոր չափում բերում են նոր ճշգրտումներ եւ նոր հարցեր։ Եվ կրկին նպատակն է գտնել սահմանափակ, բայց ֆիզիկապես հիմնավորված ընտրություն։ Պատկերավոր մի սցենար։ Դուք կանգնած եք երկու ճանապարհի բաժանման մոտ։ Մեկը երկար է եւ բարդ, մյուսը կարճ է եւ պարզ։ Եթե չափման մեթոդը հաշվում է միայն երկարությունը, մենք ընտրում ենք առաջինը։ Եթե մեզ հետաքրքրում է բովանդակությունը, կարող ենք ընտրել երկրորդը։ Գիտական տեսության մեջ չափման ընտրությունը նույնքան ազդեցիկ է։ Եզրափակիչ ուղերձն այս պահին ինֆլյացիայի բազմաշխարհը կարող է առաջարկել հարուստ մոդելներ, սակայն առանց հստակ, ֆիզիկապես հիմնավորված չափման կանոնի դրանք չեն կանխատեսում։ Տվյալ տեսությունը պետք է ոչ միայն ստեղծի աշխարհներ, այլ նաև ասի, թե որտեղ ենք մենք դրանց մեջ։ Եթե տեսությունը մերժում է այդ պարտականությունը, այն գիտական է միայն մասամբ։ Այս շերտը կապվում է մեր հաջորդ եւ վերջին բաժնի հետ։ Անվերջությունը երբեմն ընկալվում է որպես բացատրություն բոլոր հարցերի համար։ Եթե ամեն ինչը հնարավոր է, ապա ոչինչ առանձնապես չի բացատրվում։ Սակայն գիտությունը չի գործում այդպես։ Դեյվիդ Կալդևրանն իր աշխատանքներում ցույց տվեց, որ հնարավորությունը պետք է հենվի փաստերով եւ ֆիզիկապես ստուգելի սկզբունքներով։ Ի վերջո, դուք իրավացիորեն կարող եք կասկածել տեսությունների նկատմամբ։ Գիտական գործընթացը պահանջում է հարցեր, որոնք ունեն տրամաբանական կառուցվածք եւ փորձարկվող հետևանքներ։ Եթե բազմաշխարհը մեզ չի տալիս չափման կանոն, այն չի լինի գոհացուցիչ բացատրություն։ Մենք պետք է կամ գտնենք այդ կանոնը, կամ վերանայենք ինֆլյացիայի հիմքերը։ Եվ հիմա պահեք այս հարցը. եթե գիտությունը մեզ չի կարող առաջարկել, թե ինչպես չափել անսահմանը, արդյոք այն իսկապես ցույց է տալիս մեր տեղը այս տարածությունում։ Սա չի ավարտում պատմությունը։ Սա բացում է նոր հետախուզման ուղի, որը պետք է քայլենք միասին։ Physics Sol Permuter-ը Լորենս Բարքլիի ազգային լաբորատորիայում 1998 թվականին իրականացրեց դիտում, որը դարձավ մեր ժամանակի նրբին զարկը։ Նրա եւ իր խմբի տեսած դասակարգի IA սուպերնովա աստղերը դուրս եկան ավելի թանձր ու ավելի թույլ լույսով, քան պետք էր լինի, եթե տիեզերքը պարզապես ընդլայնվեր մի փոքրիկ արագությամբ։
Այս դիտումը պարզ ցույց տվեց, որ ընդլայնումը չի դանդաղում, այն արագանում է։ Այդ մեկ փորձարկումը իր պարզության մեջ փոխեց մեր ընդհանուր պատկերացումն այն մասին, թե ինչն է կառավարում տիեզերքի ճակատագիրը։ Այս պտույտը պահանջեց նոր բառ։ Գիտնականները սկսեցին անվանել այն մութ էներգիա, այն անհասկանալի ազդեցությունը, որը կարծես տիեզերքի հեռավոր ծայրերում տիեզերքի ընդլայնումը քաշում է դեպի արագացում։ Մի պահ պատկերացրեք, մի սահուն գործոն, որը տեղում մեզ չի ազդում, բայց հեռվում սուպերնովաների վրա փոխում է պատկերը։ Սա իրականության խափանումն է։ Եվ հենց այստեղից ծագում է այն խորագույն հակամարտությունը։ Դիտումն է շրջանառվել է գիտական ճանապարհով, սակայն նրա պատճառը մնում է անորոշ եւ գաղթաղափակ։ Մութ էներգիան հաճախ ներկայացվում է որպես կոսմոլոգիական օշարակ կամ կոսմոլոգիական կոնստանտ։ Գաղափար, որը Ալբերտ Էյնշտեյնը առաջարկել էր 1917 թվականին, պահպանելու համար ստատիկ տիեզերքը։ Էյնշտեյնի այս օշարակը երկար ժամանակ թվում էր համարյա սխալ, մինչև որ Սոլ Փերմութերի, Բրայան Շմիդթի եւ Ադամ Ռիեսի անհատական աշխատանքները 1998 թվականին ստացան անկախ հաստատումներ։ Այդ սկզբնական գաղափարը վերադարձավ, այս անգամ որպես անհրաժեշտ բաղադրիչ, որը լավագույնս հարմարվում է դիտումների հետ։ Այս պահին դուք նստած եք եւ սա լսում եք։ Ձեզ համար ձեր օրն անձնական է, բայց գիտության համար ձեր ներկայությունը նշանակություն ունի։ Այդպես կոչված մութ էներգիայի բնույթը չի սահմանափակվում մեկ դիտմամբ կամ մեկ մաթեմատիկական հնարքով։ Եթե այդ անհասկանալի ճնշումը իրականում գոյություն ունի, ապա այն ամբողջապես փոխում է այն, ինչ կարող ենք ասել մեր վաղվա մասին։ Սա բաժանում է գիտությունն ու փիլիսոփայությունը մի անդունդով, որը պետք է անցնել։ Մութ էներգիան հաստատվեց 3 տվեց 3 անկախ ուղիներով։ Առաջինը՝ Սոլ Փերմութերի եւ նրա մրցակիցների սուպերնովա դիտումները 1998 թվականին։ Երկրորդը՝ միկրոալիքային ֆոնային ճառագայթի անիսոտրոպիան չափող փորձարկումները, որոնց առաջին խոշոր արդյունքները հրապարակեց Ջորջ Սմութը եւ Ջոն Մաթերը 1992 թվականին։ Եվ երրորդը՝ գալակտիկաների բաշխման ու մեծածավալ կառուցվածքների չափումները, որոնք ամրապնդեցին նույն պատկերը։ Այս 3 ուղղությունները համադրելուց տպավորությունը դարձավ ակնհայտ։ Տիեզերքը ոչ միայն ընդլայնվում է, այլև արագանում է։ Այս քայլը ցանկացած ամբողջական տեսության համար պարտադիր բացատրություն է պահանջում։ Գլխավոր գիտական դժվարությունը սկսվեց այն պահին, երբ փորձեցին նույնացնել մութ էներգիան քվանտային դաշտերի վակուումային էներգիայի հետ։ Քվանտային դաշտերը ունեն վակուումային էներգիա, փոքր տատանումներով, որոնք բնականաբար պետք է արտահայտվեն որպես զանգվածային ազդեցություն տիեզերքի վրա։ Քառորդ դարի առաջ այս պատկերը ցույց տալիս էր, որ օշարակի հասկացությունը կարող է ունենալ ֆիզիկական մեկնություն։ Բայց երբ քվանտային հաշվարկները համեմատեցին դիտվող արժեքի հետ, արդյունքը չէր համապատասխանում։ Հաշվարկված արժեքը պետք է լիներ անվերջ կամ առնվազն շատ մեծ կարգով ավելի մեծ, քան այն, ինչ մենք տեսնում ենք։ Այս տարբերությունը տասնյակ կամ հարյուրավոր կարգերով չէ։ Սա հարուցում է խորը ճգնաժամ։ Տեսական կանխատեսումներն ու դիտողությունները առկայաորեն անհամաձայն են։ Սա խորը հարված է ֆիզիկային։ Եթե ֆունդամենտալ տեսությունը, քվանտային դաշտերի եւ ընդհանուր հարաբերականության միացումը տալիս է հաշվարկ, որը տարբերվում է դիտումից այսպիսի մասշտաբով, դա նշան է, որ մեր մոդելը կամ չպետք է լրացուցիչ մեխանիզմներ ստանա, կամ ամբողջությամբ վերանայվի։ Ստիվեն Վայնբերգը իր աշխատանքի շրջանակներում ընդգծեց, որ այս խնդիրն ունի նաև փիլիսոփայական հետևանքներ։ Եթե մութ էներգիան այնպիսին է, ինչպիսին ցույց է տալիս դիտումը, ապա մեր տեսություններն այդպես չեն կարող բացատրել այն առանց լրացուցիչ հաշվարկների կամ ընտրական սկզբունքների ներդրման։ Մինչդեռ քանակական գնահատականը, որը մենք այսօր ընդունում ենք որպես կոնսենսուս, բխում է բազմաթիվ անկախ չափումների համադրությունից։ Սոլ Փերմութերի, Բրայան Շմիդթի եւ Ադամ Ռիեսի խմբերը 1998 թվականին ցույց տվեցին արագացումը։ Իրանից հետո Ուիլկինսոնի միկրոալիքային անիսոտրոպիայի առաքելության եւ եվրոպական տիեզերական գործակալության Պլանկ առաքելության մի շարք չափումները, որոնք հրապարակվեցին 2000-ականների ընթացքում, ամրապնդեցին այն փաստը, որ տիեզերքի նյութաբանական բաշխում ու դիտվող տվյալները պահանջում են կոսմոլոգիական մոդել, որտեղ մութ էներգիան ունի գոյություն ունեցող եւ նշանակալի դեր։ Դիտումները միանշանակ ցույց են տալիս, որ մութ էներգիան կարևոր հանգամանք է տիեզերքի կառուցվածքում։ Սա ոչ միայն թվերի խաղ է, սա ապացուցում է, որ գործողություն կա, որի աղբյուրը միկրոսկոպիկ մակարդակից չի երևում։ Այստեղ կանգնում ցույց են երկու ճանապարհ։ Կա մոդել, որը լավ աշխատում է, եւ կա մոդել, որը չի աշխատում։ Իսկ ինչպես է աշխատում մոդելը, որը չի աշխատում։ Դա պարզ չէ,
Դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում, այլ դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է։ Դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է, այլ դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում։ Դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է, այլ դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում։ Դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է, այլ դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում։ Դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է, այլ դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում։ Դա պարզ չէ, որ մոդելը աշխատում է, այլ դա պարզ չէ, որ մոդելը չի աշխատում։ Թե ինչից է այն առաջանում։ Թվաբանությունը եւ բանականությունը խիստ չեն բախվում։ Լռությունը խոսում է։ Երկրորդ մեծ խնդիրը. ինչպես է այս աստիճանական տարբերությունը աշխատանքում, անցումից մինչև միկրոսկոպիկ տեսություն։ Քայլ առ քայլ փորձեր են արվել։ Որոշ ֆիզիկոսներ փորձել են վերանայել քվանտային դաշտերի հաշվարկները, առաջարկելով նոր սիմետրիաներ կամ մեխանիզմներ, որոնք չեզոքացնում են վակուումային էներգիան։ Պոլ Չելեյը, Էդուարդ Վիտնը եւ ուրիշներ տարբեր ժամանակներում հնչեցրել են նման գաղափարներ։ Սակայն այդ մոտեցումները կամ պահանջում են նոր տեսանելի չնազանգվածներ, կամ բերում են կանխատեսումներ, որոնք երբեմն հակասում են դիտումներին կամ չեն ստանում փորձնական հաստատում։ Արդյունքում մենք կանգնած ենք փակուղու առջև։ Տեսություններ կան, բայց դրանցից ոչ մեկը դեռ անվճռիչ չի լուծում խնդիրը առանց մի քանի տուրքերի։ Մեկ այլ ելք առաջարկեց անթրոպիկ մտածողությունը, որի մասին գրել են Սթիվեն Վայնբերգը եւ ուրիշներ։ Նրանց պնդումն այն է, որ եթե գոյություն ունեն բազմաթիվ տիեզերներ, ապա այն, թե ինչ տեսք ունի մեր տիեզերքը, կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ միայն որոշ գիտական պայմաններում են ձևավորվում կենսաբանական դիտողները։ Այս մոտեցումը տեղադրում է հարցը գիտության գթալից ավելի փիլիսոփայական դաշտ։ Այն պահանջում է ընտրության սկզբունք եւ դիտողի կարեւորություն։ Սա չի նշանակում, որ անթրոպիկը սխալ է, այլ նշանակում է, որ այն դժվար է դնել նույն փորձարկվող գիտական ձևաչափի մեջ։ Ինչ է հետազոտական ճանապարհը իրականում։ Գիտության մեջ առկա են 3 լայն տրանսպորտային ուղիներ։ Առաջինը՝ գտնել նոր ֆիզիկական մեխանիզմներ, որոնք կբացատրեն փոքր մութ էներգիան, որպես հաշվարկելի արդյունք, օրինակ, բարձր տրամադրություններ կամ դինամիկ դաշտեր, որոնք ժամանակին փոխվում են։ Երկրորդը՝ ուսումնասիրել բազմաշխարհային սցենարները եւ փորձել կառուցել չափման կանոն, որը խուսափում է անտրամաբանական ընտրություններից։ Երրորդը՝ ընդունել անթրոպիկ մոտեցումը եւ որոնել այն կանխատեսումները, որոնք այդ գաղափարը կարող են արդյունք տալ փորձում։ Երեքն էլ գիտական ուղիներ են, սակայն ոչ բոլորն են տանում արագ փորձարկվող հետևանքների։ Մի քանի օրինակ օգնում են տարբեր մոտեցումները պատկերացնելու համար։ Գրանտի եւ նրա գործընկերների աշխատանքը առաջարկեց դինամիկ դաշտեր, որոնց վրա կախված է մութ էներգիայի ինտենսիվությունը։ Այս մոտեցումը հնարավորություն է տալիս փորձարկել կանխատեսումները, չափելով տիեզերքի ընդլայնման պատմությունը եւ նախնական պայմանների ազդումները։ Մյուս կողմից, բազմաշխարհային մոտեցումը առաջարկում է նկարագրական այլընտրանք, սակայն դրա համար անհրաժեշտ կլինի որոշել չափման կանոնը, որը կասի ինչպես ընտրվեց մեր տիեզերքը։ Առաջինն ավելի շուտ կարող է տալ փորձարկվող հետևանքներ, երկրորդը ավելի փիլիսոփայական է։ Փնտրտուքի պրագմատիկ մասը անցնում է տվյալների խորը մշակման մեջ։ Անհրաժեշտ է ոչ միայն ավելացնել մեկ չափում, այլ բարձրացնել տվյալների ճշգրտությունը։ Այս պատճառով 2000-ական թվականներին սկսվեցին մեծածավալ աստղագիտական ծրագրեր, լազերների եւ փոխառված սկաներների միջոցով, որոնք պահանջում էին խոշոր ռեսուրսներ։ Սակայն հաղթանակը գալիս է տվյալների բազմակողմանի համադրությամբ։ Մութ էներգիան որոշվում է ոչ միայն ընդլայնման տեմպով, այլ նաև այն ձևով, ինչպես մեծածավալ կառուցվածքները աճում են ժամանակի ընթացքում։ Այս համադրությունը կարող է ցույց տալ, թե որոնք տեսությունները կմնան իրատեսական եւ որոնք կսկսեն կորցնել հավանականությունը։ Արդյոք մենք կարող ենք պարզապես օգտվել անթութից, իմանալով, թե ինչն է թվաբանական եւ ինչն է ենթադրություն։ Մեծագույն նպատակը՝ չկորցնել գիտական հավասարությունը եւ չփակել գիտական ճշմարտությունը միայն այն պատճառով, որ տեսությունը անհարմար է։ Գիտություն եւ փիլիսոփայություն պետք է աշխատեն միասին։ Գիտությունը բերելու է նոր տվյալներ, փիլիսոփայությունը օգուտ հասկանալու, երբ մեկնաբանությունը դուրս է գալիս փորձարկելիության սահմաններից։ Եթե անթրոպիկը ընդունենք որպես միակ ելք, մենք կորցնում ենք հնարավորությունը փորձարկել նոր ֆիզիկան։ Եթե տեղափոխվենք մաքուր տեսական խաղի մեջ, վտանգում ենք չթարգմանել տեղեկատվությունը փորձարկվող հետևանքների։ Այս ամենը նաև վերաբերվում է երկրի ապագային։ Մութ էներգիայի բնույթը, անգամ ոչ ամբողջությամբ բացատրելի լինելով, կարող է սահմանել երկարաժամկետ սցենարներ, թե երբ արեգակը կմշակի եւ երբ երկրի վրա կյանքի պայմանները կփոխվեն։
Դա նշանակում է, որ պետք է գիտնականները ճշգրտորեն առանձնացնեն, որոնք մոդելներն են հրատապ հենվելու վրա մեր երկարաժամկետ հաշվարկների համար։ Եզրափակիչը պահանջում է պարզեցնել, ինչ են քննարկում մասնագետները եւ ինչն է մնում ենթադրություն։ Առաջին, կոսմոլոգիական օշարակը, որպես ֆիզիկական ցնցուցիչ, փորձարկված է բազմաթիվ անկախ դիտումներով եւ մնացել է լավագույն ներկա մոդելը։ Երկրորդ, դինամիկ մութ էներգիան, որտեղ ինտենսիվությունը ժամանակի ընթացքում փոխվում է, այս դեպքում մենք կարող ենք երկրաժամկետային ստորագրություններ գտնել։ Երրորդ, բազմաշխարհային կամ անթրոպիկ մեկնաբանությունը, ըստ որի մեր տիեզերքը մեկն է շատերից եւ ներկա արժեքը պայմանավորված է դիտողների գոյությամբ։ Կան նաև խառը միջանկյալ ձևեր, որոնք դեռ քննության առարկա են, սակայն դժվար է դարձնել նրանց նկատմամբ փորձարկվող կանխատեսումներ։ Եթե ընտրենք առաջինը, կոսմոլոգիական օշարակը, ապա ճանապարհը հստակ է։ Պետք է ավելի լավ չափել ընդլայնման պատմությունը եւ կառուցվածքների աճը։ Եթե կողմնորոշվենք դինամիկ դաշտերի վրա, ապա պետք է գտնել լաբորատոր կամ աստղագիտական ազդակներ։ Եթե ընդունենք անթրոպիկը, շատ հարցեր կդառնան դժվար կամ փոփոխական բնույթի։ Այդ պատճառով գիտնականները շարունակում են փորձարկել բոլոր ուղիները։ Տարբեր ուղղությունների զարգացման համար անհրաժեշտ են տարբեր ռեսուրսներ եւ տարբեր համարձակություն։ Մի օրինաչափություն։ Եթե ուզում եք ճշգրտել, թե մութ էներգիան ինչպես է փոխվում, պետք է չափել տիեզերքի արտահայտությունները տարբեր ժամանակներում։ Սա նման է գրադարանին, որի յուրաքանչյուր էջը մեզ պատմում է ում է անցյալից։ Մոդելները նախապես կանխատեսում են, թե ինչ տեսք կունենան էջերը տարբեր ժամանակներում, եւ վիճակագրությունը թույլ է տալիս ընտրել այն մոդելը, որը լավագույնս համապատասխան է տվյալների շարքին։ Թույլ տվեք նաև մի պարզ պատասխան տալ այն հարցին, թե արդյոք այս քննարկումները առնչվում են մեր երկրի ապագային։ Այո, դրանք կապված են խորքային կերպով։ Մութ էներգիայի բնույթը կարող է ազդել այն ամենի վրա, ինչ մենք կարող ենք կանխատեսել միլիարդամյա մասշտաբով, ներառյալ երկրի երկարաժամկետ պայմանները։ Եթե մութ էներգիան դինամիկ է եւ փոխվում է, տիեզերքի ճակատագիրը կարող է ամբողջովին թողվել։ Եթե այն կայուն է, մեր երկարաժամկետ մոդելները կարող են մնալ մոտավորապես նույնները։ Այդ պատճառով գիտականը եւ էթիկականը խաչվում են։ Գիտնականները պարտավոր են թափանցիկ ներկայացնել իրենց վստահության աստիճանը տարբեր մոդելների համար։ Այս բաժինը չի փակվում ինչպես էպիլոգ։ Մենք կանգնած ենք խաչմերուկում, որտեղ փորձը եւ տեսությունը պահանջում են մեկը մյուսին։ Մութ էներգիան մնում է ֆիզիկայի ամենասարսափելի չորոշվածություններից մեկը։ Այն պահանջում է ճշգրտություն տվյալներից եւ խորամետրային տեսական բացատրություններ։ Դուք արդեն գիտեք, թե ինչ չափով այս հարցի լուծումը կարող է փոխել պատկերացումը մեր փոքրիկ ջրով եւ հողով լցված մոլորակի մասին։ Եվ հիմա հարց, առանց պարզ պատասխանի։ Եթե գիտությունը այսօր չի կարող ասել, թե ինչ է մութ էներգիան, ապա ինչքան հեռու պետք է գնանք տեխնոլոգիապես եւ մտքով, որպեսզի ապահովենք մեր գոյությունը այն պայմաններում, երբ տիեզերքը լիովին այսպես կամ այնպես կընթանա։ Սա հարց է, որը պահանջում է ոչ միայն գիտնականների, այլև ձեր մասնակցությունը։ Ամենափոքրիկ տարօրինակությունը կարող է վսկարդ բացել գիտության ամենահզոր հեղինակության առջև։ Ասեք, դուք ձեռքի բռնած ջրի սրվակը մի այնպիսի մանրուք է բացահայտում, որը վերոհիշյալ օրենքներին հակասում է, նույնպես էլ տիեզերքի երկու մեծ օրենքները՝ քվանտային կարգավորող օրենքները եւ ընդհանուր հարաբերականությունը, երբ նրանք շփվում են ծայրահեղ պայմաններում, հաճախ հակասության մեջ են հայտնվում։ Բայց հարցն այս է. արդյոք այդ երկուսը պարզապես չեն հասկանում իրար, թե նրանք ցույց են տալիս մեր տրամաբանության սահմանները։ Այս կռիվը կախված է այն պատկերացումից, թե ինչ կմնա մեզնից, երբ արեգակը սկսի իր անխուսափելի տրանսֆորմացիան։ Սովորական ծովափի քարն ու հսկայական սև խոռոչը տարբերակում են ոչ միայն ծավալով։ Քվանտային ֆիզիկայի օրենքները կարգավորում են ամենափոքր էլեկտրոնների ու ֆոտոնների վերաբերմունքը, իսկ ընդհանուր հարաբերականությունը ամենահսկային կառուցվածքները։ Երբ գերհզոր ծանրությունը խժռում է տարածքն ու ժամանակը, այդ երկու լեզուները հաճախ սկսում են հակադրվել։ Այս մրցակցությունը հաճախ ստիպում է հեղինակություններին վերանայել իրենց հաշվարկները, քանի որ փորձը կարող է շտկել տեսություններն ու մոտեցումները։ Ֆիզիկոս Հենդրիկ Կազիմիրը 1948 թվականին Ամստերդամում իրականացրած փորձով ցույց տվեց, որ դատարկությունը դատարկ չէ, այն ունի ֆիզիկական կառուցվածք։ Կազիմիրի չափած այն ամենաբարակ ճնշումը բացահայտեց քվանտային խալայի ֆլուկտուացիաների ֆիզիկական գոյությունը եւ այն, որ դրանք կարող են նյութական ազդեցություն թողնել ժամանակի ու տարածքի որոշ պայմաններում։ Այս փորձը փոքրիկ պատկեր է այն մասին, թե ինչպես քվանտային աշխարհը կարող է ազդել մեծ մասշտաբների ճակատագրի վրա։ Եվ նույն տրամաբանությունը զգայվում է, երբ մոտենում ենք սև խոռոչների առեղծվածներին։
Ընդհանուր հարաբերականությունը, որը Ալբերտ Այնշտայնը առաջ քաշեց 1996-ին մոտ, մեզ սովորեցրեց ծանրությունը ընկալել որպես տարածության ու ժամանակի ծռում։ Այնշտայնի տեսությունը ճշգրիտ կանխատեսեց ուղեցիջների և լույսի շեղման որոշ երևույթներ, սակայն այն գործում է շարունակականության լեզվով և դժվարանում է խոսել այնպիսի պատկերի մասին, որտեղ տարածքն ու ժամանակը բաժանված են հատիկավոր միավորների։ Քվանտային տեսությունը, որը ձևակերպեց 20-րդ դարում, խոսում է հատիկավոր երևույթների մասին, որտեղ էներգիան և տեղեկատվությունը չափելի միավորներ են։ Եվ երբ ընդհանուր հարաբերականությունը բախվում է քվանտին, օրինակ սև խոռոչների կենտրոններում, երկուսի լեզուները հաճախ հակասում են և չեն կարող միավորվել, ինչը էլ ավելի խորացնում է մեր գիտական խնդիրը։ Սև խոռոչների մասին առաջին ազդեցիկ օրինական մտադրություններից մեկը ներկայացրեց Ջեյմս Բեկենսթայնը 1970-ականների սկիզբը, երբ առաջարկեց, որ սև խոռոչները ունեն ասպեկտ, էտրոպիա։ Բեկենսթայնի գաղափարը սկզբից տարօրինակ էր։ Ինչպես կարող է մութ օբյեկտը ունենալ ջերմային բնույթ, սակայն այն առնչվում էր տեղեկատվությանը, այն գաղափարին, որ ֆիզիկական համակարգերի հաշվարկային պարունակությունը պետք է արտահայտվի որոշ եղանակով։ Հաջորդեց Սթիվեն Հոքինգի աշխատանքը 1976-ին մոտ, որտեղ նա ցույց տվեց, որ սև խոռոչները կարող են ճառագայթ արձակել, այն, ինչ այժմ հայտնի է որպես Հոքինգի ճառագայթ։ Այդ հաշվարկները հանգեցրին մանրագույն, բայց խորքային խնդրի՝ տեղեկատվության կորուստի հարցադրմանը։ Այս հանգուցային խնդիրը կարելի է կոչել այս կերպ. Եթե գիրք նետեք սև խոռոչի մեջ, ընդհանուր հարաբերականության տեսանկյունից այն կհասներ սինգուլյարությանը և կորանանար մեր տվյալ աշխարհից։ Հարկ է նաև նկատել, որ Հոքինգի հաշվարկները ցույց տվեցին, թե սև խոռոչը աստիճանաբար կարող է ամոքվել, թողնելով միայն ջերմային ճառագայթ, որը սկզբնական ջնահատումների համաձայն չի կրում այն ամբողջ տեղեկատվությունը, որը գիրքը պարունակում էր։ Այս շահարկումը հակասում է տեղեկատվության միակեցման գաղափարին, համաձայն որի քվանտային հաշվարկը չի կարող վերջնականապես ոչնչացնել տեղեկատվությունը։ Սա նաև վերականգնում է սև խոռոչի հարաբերականությունների մեջ հայտնված կարիքների կամ այն վտանգներին, որոնք սեփական խորհրդատվության համաձայն չեն պաշարվում։ Սև խոռոչը մեզ համար կարևոր է միայն այն դեպքերում, երբ մենք պայքարում ենք կրկնակի խորհրդատվության նկատմամբ։ Սև խոռոչը կարող է օգնել մեզ հասնել նպատակին, բայց մենք պետք է դիմենք նրան ոչ միայն տեղեկատվության, այլ նաև մեղքերի պատճառով։ Մեր գիճնչացնել տեղեկատվությունը։ Եվ հենց այս հակասությունը դրդեց ինտելեկտուալ փորձարկումներ տեսությունների խորհուրդը ճզմելու համար։ Այս վիճահարույց բախումը դարձավ ճնշող փորձաքար երկու ֆիզիկյան շրջանակների համար։ Միշտ չէ, որ փորձը անմիջապես ցույց է տալիս ով է ճիշտ, երբեմն այն պարզում է, թե ինչ մասը է մեզնից հեռու, և երբեմն այն մատնանշում է նոր օրենքների անհրաժեշտությունը։ Մալդասենայի աշխատանքներ ու նրա հետևորդների ուսումնասիրությունները 1997 թվականներին առաջարկեցին այնպիսի շտկող մոտեցումներ, որոնք բերեցին կոնկրետ գաղափարներ տեղեկատվության պահպանման մասին։ Երբեմն այդ գաղափարները ձևավորվեցին որպես հակ դեսիթերի և կոնֆորմալ դաշտերի համապատասխանություն կոչվող թեզ։ Տեսություն, ըստ որի որոշ տեսակի քվանտային դաշտային տեսություն հավասար է ծանրության տեսության մի տարբերակին, բուն անպայմաններում։ Այս համապատասխանությունն առաջարկում է հույսի օրինակներ, թե ինչպես հնարավորություն կա տեղեկատվությունը պահպանել, նույնիսկ երբ այն թվում է վնասված հորիզոնի մոտ։ Ավելին, պետք է զգուշորեն ընդգծել, որ այդ համապատասխանությունը ամբողջական պատասխան չէ մեր խնդրի համար։ Այն գործում է հատուկ պայմաններում, հակ դեսիթերի մշակումների ու մեծ թվաբանական սահմանափակումների ներքո, և դա չի նշանակում, որ այն անմիջապես կիրառելի է մեր իրականության բոլոր պայմանների վրա։ Այս սահմանափակումները հենց էլ ապահովում են, որ գիտական համայնքը շարունակում է փորձարկել և վերաիմաստավորել իր բերած առաջարկները։ Եվ հենց այս սահմանափակումներն են խթանում նոր քննարկումներն ու տեսական նորարարությունները։ Մի շարք ֆիզիկոսներ, օրինակ Ռիչարդ Ուրեյ և Լեոնարդ Սասկինդը, առաջ քաշեցին գաղափարը, որ սև խոռոխի մակերեսը կարող է կտրատել և պահել ամբողջ տեղեկատվությունը։ Այս հայացքը հակադրվեց ծավալային մոդելին, առաջարկելով, որ ինֆորմացիան կարող է գոյատևել մակերեսի վրա, ինչպես գրքի մի էջ, որը պահպանում է ամբողջ պատմությունը։ Այն բերում է նաև նոր խնդիրներ, մասնավորապես այն, թե ինչպես կարող է հորիզոնը որոշակիորեն թե ակտիվ լինել և թե հետևել քվանտային միավորների պահպանմանը, մի խնդիր, որը տեխնիկապես բարդ է լուծել։ Այս մտքերի բախումը հենց նորարարական լարվածությունն է առիթ դարձնում գիտության մեջ։
1998 թվականների վերջում եւ նրա հաջորդ տասնամյակներում մի շարք աշխատություններ բարձրացրեցին հարցը. արդյոք հորիզոնը կարող է դառնալ պայթյունային պատ, այսինքն հորիզոնը ձևով կամ շարժման մեջ ստեղծի պայմաններ, որոնք ոչ միայն խաթարում են տեղեկությունները, այլև կնճռոտորեն կործանարար են մերձեցող դիտարկումների համար։ Այս Սովեի պայթյունային պատի սցենարը իրոք վտանգավոր է, որովհետև այն մեզ դնում է երկու ընտրության առջև. կամ ընդունել, որ տեղեկատվությունը վերականգնելի է հորիզոնի մոտ առանց փոխարինման, կամ ընդունել, որ հորիզոնը տարաղարթ է եւ ոչնչացնում է տեղեկատվական հնարավորությունները։ Այս երկընտրանքը խոչընդոտում է այն ուղուն, որն գիտնականները տեսնում են որպես հանգիստ ու միասնական լուծում, ընդհանուր հարաբերականության ու քվանտային միացության համաձուլման փորձը։ Եվ հենց այս վիճաբանությունների մեջ է ընդգրկված նաև գիտական մտքի պարտիան ու հնարավոր առաջխաղացումը։ Մեծ մասը, ինչ վերջապես գիտենք, այն է, որ Հոքինգի սկզբնական հաշվարկները հիմնված էին կիսակլինիկական մոտեցման վրա, որտեղ պարբերականորեն անտեսվում էին ամբողջական քվանտային փոխազդեցությունները։ Օրինակ, նա հաշվարկներ արեց ֆոնային դաշտերի վրա, բայց առանց լիարժեք քվանտային ծանրության գործածման, ուստի եզրահանգումները մնացին ոչ վերջնական։ Հազարավոր հետազոտություններ ցույց են տվել, որ կարող են լինել մեխանիզմներ տեղեկատվությունը վերականգնելու կամ պահպանելու համար, առանց ընդհանուր հարաբերականության կարևոր կանխատեսումները կոպտորեն խախտելու։ Բայց այս ելքերը դեռ չեն հանգցրել բոլոր մտահոգությունները, որովհետև դրանք պահանջում են նոր տեսական կապեր, որոնց ամբողջականությունը դեռ պարզ չէ։ Այս պահին կարելի է ասել երկու պարզ բան։ Առաջինը, Հոքինգի ճառագայթումը ֆիզիկական երևույթ է եւ ունակ է հաշվարկվել եւ դիտվել որոշ համապատասխան պայմաններում։ Երկրորդը, կարծրատիպային պնդումը, որ տեղեկատվությունը կորչում է անվերադարձ, մեծ մասը գիտական համայնքի համար ընդունելի չէ, որովհետև դա կխախտեր քվանտային սկզբունքների մի հիմնարար պահանջ՝ տեղեկատվության պահպանությունը։ Եվ այսպիսով, գիտությունը կանգնած է ընտրության առաջ, կամ գտնել մեխանիզմեր, որոնք հնարավորություն կընձեռեն տեղեկատվությունը վերականգնել, կամ վերանայել այն սկզբունքները, որոնք մինչ այժմ թվում էին ամուր։ Ինչ է մնացած բացառիկը։ 3 ահավոր հարցեր։ Առաջինը. ինչ է իրականում կատարվում հորիզոնի ներսում։ Գոյություն ունի պարզ, ֆիզիկապես գնահատվող կառուցվածք, որն ապացուցելիորեն կարելի է ներկայացնել լիարժեք քվանտային ծանրության տեսությամբ։ Երկրորդը. ինչպես է տեղեկատվությունը բաշխվում։ Ճնշված մասսայականությամբ, թե հիմնականում պահպանվում է մակերեսների վրա, եւ ինչպիսի մեխանիկական կանոններ են այդ պահպանումը ապահովում։ Երրորդը. ինչպես է սինգուլյարությունը, այն կետը, որի մոտ ընդհանուր հարաբերականությունը կանխատեսում է վերջնական խոչընդոտ, կարգավորվում քվանտային մեխանիզմերով։ Ամբողջական պատասխանները պահանջում են ոչ միայն նուրբ մաթեմատիկական միջոցներ, այլև նոր փիլիսոփայական դիտարկումներ այն մասին, թե ինչ է նշանակում հետաքրքիր կամ պետք է պահպանել։ Կան մի շարք մոդելներ, որոնք փորձում են դուրս գալ այս դժվար վիճակից։ Միջոցներից մեկը կոչվում է կոմպլեմենտարություն, Լեոնարդ Սասկինդի եւ համախոհների առաջարկը։ Այս մոտեցումն ասում է, որ տեղեկատվությունը կարող է նույնությամբ ունենալ երկու ոչ հակասող նկարագրություններ՝ ներսում եւ մակերեսին, սակայն անհնար է միաժամանակ դիտել երկուսն էլ։ Մյուս մոտեցումը ենթադրում է, որ ինֆորմացիան կարող է պահպանվել բարդ քվանտային կորելներում, որոնք աստիճանաբար արտահայտվում են Հոքինգի ճառագայթում։ Բայց պետք է ընդգծել, այս բոլոր դիտարկումները դեռ հիպոթեզներ են եւ պահանջում են փորձագիտական հաստատում։ Փիլիսոփայական երանգն այն է, որ այս խնդիրը մեզ ստիպում է դիտարկել տեղեկատվությունը ոչ միայն որպես թվային պարամետր, այլ որպես ֆիզիկական եւ արժեքային կարճագիր։ Եթե տեղեկատվությունը կարող է անհետանալ, ապա արժեքներ, հիշողություններ եւ մշակույթ, որոնք են ինֆորմացիայի բարդ տարրեր, կարող են ենթարկվել ֆիզիկական անխուսափելիության։ Այսպիսով խնդիրը չէ միայն տեխնիկական, այն նաև արտացոլում է այն հարցը, թե ինչի համար ենք մենք գիտության պայքարում եւ ինչ ենք ուզում թողնել հաջորդ ոճերին։ Այս լարվածությունը քվանտի եւ հարաբերականության միջև ոչ միայն տեխնիկական հարց է, այն նաև փորձություն է գիտական հեղինակությունների համար։ Պարադոքսն այն է, որ երբ հեղինակությունները ասում են վճռական եզրահանգումներ, գիտությունը պետք է մնա իր բնույթին հավատարիմ, կասկածի եւ վերանայման միջոցով։ Մենք կանգնած ենք ընտրության առջև։ Կամ ընդունել, որ որոշ նախնական լուծումներ սխալ են, կամ ձգտել նոր, ավելի համապարփակ տեսությունների, որոնց հիմքը դեռ պետք է դրվի։ Եվ վերջապես, հարցը մնում է բաց։ Եթե տեղեկատվությունը պահպանվում է, ինչ տեսք կունենա այն մի միլիարդ տարի անց, երբ արեգակը հասնի իր վերջին փուլերին։
Ձեզնից մեկը պատկերացրեք, հնագույն գրադարանի սենյակ, պատերն են ջաքած, հսկա գիրք հաշվողները ծածկված են փոշով, եւ միայն մեկ էջն է մնացել, որի վրա մեր լեզվի վերջին տողերն են մխրճվել թեթևորեն կախաված լույսի տակ։ Այս պատկերը արագ տեղափոխվում է ժամանակով։ 1 միլիարդ տարվա չափով մի թռիչքով տեսքը սերտվում է, դարձել է մի մոլեկուլ, ապա մի իզոտոպ, ապա մի նշան հանքային շերտում։ Այս տեսագրության հետադարձումը ոչ միայն էմոցիոնալ հնարք է, այն հենց դա է, ինչ դիպչում է գիտական ու փիլիսոփայական ընտրություններին, երբ հարց ենք տալիս, թե ինչ կմնա մեզնից։ Եվ հենց այստեղ սկսվում է մրցամարտը։ 3 ինտելեկտուալ ռազմավարություն, որոնք փորձում են լուսավորել այս ապագան։ Առաջին ռազմավարությունը կոչեմ կոպիտ փաստերի վրա հիմնված մոտեցում։ Այն հենվում է ֆիզիկապես տեսանելի եւ չափելի տվյալների վրա։ Եթե մենք ընդունենք արեգակի աստիճանական փոփոխության մոդելները, ապա հետևությունները հաճախ ուղիղ են եւ կանխատեսելի, ինչպիսիք են մթնոլորտի կազմի փոփոխությունը կամ ջրի կորուստը։ Այս մոտեցման ուժը նրանում է, որ այն հետևողական է փորձից եւ չափումներից, եւ այն մատչելի է փորձարկման համար։ Սակայն սպառնալիքը նույնքան պարզ է։ Այն, ինչ չի պահպանվում ֆիզիկապես կամ չի կարող կրկնօրինակվել, կորցնում է արժեքը այս համակարգում։ Հաջորդը՝ անհրաժեշտ հիմնարար մոտեցումը։ Սա փիլիսոփայական պատասխանն է հարցին, ինչու ինչ-որ բան պետք է պահպանվի։ Այս մոտեցման հետևորդները առանձնացնում են երկու շերտ։ Առաջինը ֆիզիկական հիմքն է, էներգիան, նյութը ու տեղեկատվությունը։ Երկրորդը արժեքային կամ նորմատիվ հիմքը, որը որոշում է, թե ինչն ունի պահպանման իրավունք։ Ուժը նրանում է, որ այն տեղափոխում է քննարկումը տեսականությունից գործողության։ Այն հարցնում է ոչ միայն կարող է ինչ-որ բան պահպանվել, այլև պետք է այն պահպանվի։ Թույլ կողմը՝ դժվարությունը փորձարարական վերիֆիկացման մեջ։ Արժեքային դատողությունները զոհասփռ են դարձնում այնպիսի գաղափարներ, որոնք դժվար է թվարկել ֆիզիկայի լեզվով։ Երրորդը՝ մաթեմատիկական օնտոլոգիան։ Այս մոտեցումը դիտարկում է իրականությունը որպես մաթեմատիկական կառուցվածք։ Եթե տեղեկատվությունը եւ հարաբերություններն ունեն կոմպոզիտ մաթեմատիկական գոյություն, ապա դրանք կարող են վերարտադրվել որպես հավասարություններ կամ կառուցվածքներ անկախ նյութական ենթաշերտից։ Ուժը համարձակ պարզության մեջ է։ Մաթեմատիկական ձևաչափերը կարող են ապահովել կենսունակ փոխանցում նույնիսկ նյութի ոչնչացման դեպքում։ Սակայն խնդիրն այն է, թե ինչպես այդ մաթեմատիկական ներկայացումը կապել կենսական, ընթերցելի պատմության հետ, այնպիսի ձևով, որ այլ ինտելեկտուալներ կամ համակարգեր կարողանան այն վերախաղարկել։ Երբ մտածում ենք, թե ինչ պիտի փնտրենք միլիարդ տարվա հեռավորությունում, այդ 3 մոտեցումները են մեր ընտրանքը։ Կոպիտ ֆիզիկական նմուշներ, արժեքների ի պահպանման քաղաքականություններ կամ մաթեմատիկական կոդեր։ 3-ն էլ տալիս են տարբեր ուղղություններ։ Առաջինը՝ կոնկրետ գործողություններ ու տեխնոլոգիաներ։ Երկրորդը՝ արժեքային առաջնահերթություններ ու քաղաքական նախնականություններ։ Երրորդը՝ կոդավորման եւ ներկայացման ձևեր։ Խնդիրը այն է, որ ոչ մի մեկը չի բավականացնում ինքնուրույն։ Փոխկապակցվածությունը եւ համադրումը ավելի հավանական է ապահովել տևականության հնարավորությունը։ Մտածենք հաջորդ. ինչն է ավելի հավանական վերապրել։ Օբյեկտիվ նյութական նշանները, թե կառուցվածքային ինֆորմացիան։ Կոպիտ ֆիզիկայի կողմնակիցները կխրախուսեն նյութերի ֆիզիկական պահպանությունը կոդավորված ապարատներով, ամրացված տապաններով կամ պահպանված դնեթե բանկերով։ Այս տեսակետը հարմար է, որովհետև տալիս է գործողությունների ուղղություն։ Սակայն նրա սահմանափակումն այն է, որ աստղաբանական ու կլիմայական փոփոխությունները կարող են ոչնչացնել նյութի մեծ մասը ժամանակի վրա։ Այդ դեպքում տեղեկատվությունը պետք է լինի ավելի բարձր մակարդակի, կամ մակերեսային կոդավորման, կամ ներքին հոգեբանական մենթալ հաստատումների մեջ։ Այսպիսով, կոպիտ փաստերի մոտեցումը հստակ է, բայց կարող է տապալվել աստղաբանական ավտորեսներով։ Անհրաժեշտ հիմնարար մոտեցումը խոսում է ոչ միայն պահպանման տեխնիկայի մասին, այլև ընտրության ու արժևորման մասին։ Ինչ ենք մենք գնահատում որպես արժանի պահպանման։ Այն փաստորեն առաջարկում է մշակութային, կոմունալ եւ ինստիտուցիոնալ ռազմավարություններ, որոնք կարող են ուղեղվել ժամանակի երկարությամբ։ Բայց նրա ռիսկն այն է, որ եթե արժեքները չեն կարող ձևակերպվել փորձարարական լեզվով, դրանք կմնան տեսական տեսակի վրա։ Ուստի այս ռազմավարությունը պետք է առաջարկի կոնկրետ մեխանիզմներ, որոնք շահկապում են արժեքները ֆիզիկական իրականության հետ, օրինակ ֆիզիկապես կիրառելի պահպանման համագործակցություններ։ Մաթեմատիկական օնտոլոգիան առաջարկում է մի այլ ուղի։ Եթե ինֆորմացիան ներկայացված է մաթեմատիկական կառուցվածքներով, այն կարող է վերարտադրվել այլ ֆիզիկական պայմաններում։ Սա հուսադրող մի գաղափար է, որովհետև այն հնարավորություն է տալիս եզակի փոխանցում առանց նույն նյութի պահպանման։
Բայց հարց է մնում, ինչպես բնական օբյեկտները, օրինակ գիրք կամ քաղաքակրթություն, կարող են վերածվել մաթեմատիկական ֆորմատների, եւ ինչ պայմանների տակ այդ ֆորմալ նշաններն ընթերցելի կլինեն մյուս աշխարհի համակարգերի համար։ Այս պատճառով մաթեմատիկական օնտոլոգիան պետք է սերտորեն համագործակցի ֆիզիկայի հետ, որպեսզի իր տեսությունները կիրառելի դարձվեն։ Այս ամբողջ զգայունության մեջ անհրաժեշտ է ընդգծել, որ ֆիզիկան տալիս է սահմանները, բայց ոչ արժեքային ընտրությունները։ Ֆիզիկան կարող է ասել, ինչ կմնա ֆիզիկապես, սակայն չի կարող որոշել, ինչն է արժանի պահպանման։ Այս բացը լրացնելու համար պետք են փիլիսոփայական նշաձևեր եւ քաղաքական որոշումներ, թե ինչն ենք կորովում որպես արժե։ Ահա թե ինչու երեք ռազմավարությունները պետք է աշխատեն միասին։ Ֆիզիկան սահմանափակում է, փիլիսոփայությունը որոշում է, մաթեմատիկան առաջարկում է ձևաչափերը։ Եթե մտածենք կարճ ժամկետային գործողությունների մասին, խորաքար ֆիզիկայի կողմնակիցները կներդնեն տեխնոլոգիաներ տվյալների եւ կենսաչափական նյութերի կայունության համար։ Անհրաժեշտ հիմնարար մոտեցման կողմնակիցները կձևակերպեն էթիկական եւ քաղաքական սկզբունքներ, կանխորոշելով, թե ինչն է մարդկության ժառանգության կարևոր մասը։ Մաթեմատիկական օնտոլոգիան կհորդորի կոդավորել գիտելիքը այնպես, որ այն կարող է հրատարակվել նվազագույն ենթակառուցվածքով եւ առավելագույն ինտելեկտուալ փոխանցման համար։ Այս երեք գործառույթները հաճախ պետք է միասին գործեն, ոչ մեկն ամբողջական լուծում չէ առանց մյուսների։ Տեսողական պատկեր։ Սառցե ավազածածկը, որը ծածկում է ցամաքը եւ պահպանում բեկորներ, որոշ նյութեր, մետաղի թիթեղներ, ոսկե պլատեններ կամ ԴՆԹ նմուշներ կարող են պահպանվել շատ ավելի լավ, քան անհամապատասխան հոգևոր արժեքները։ Սա հիշեցնում է մեզ, որ ֆիզիկական առարկաներ ունեն long term օրինաչափություն, եթե դրանք ճիշտ են նյութացված։ Բայց շատ բան կարող է կորել, եթե անհնարին է ամբողջ արժեքային բովանդակությունը մենաշնորհել ֆիզիկական բեկորների մեջ։ Եվ վերջապես, ինչն է մեզ պետք անել հենց այժմ, եթե մենք մտահոգված ենք մի միլիարդ տարվա հեռավորությամբ։ Խորաքար ֆիզիկայի առաքելությունն ուղղակի է, պահպանել ֆիզիկական ինչն հնարավոր է, նպատակ ունենալով նվազեցնել ոչնչացումը։ Անհրաժեշտ հիմնարար մոտեցումն ասում է, հստակեցրեք, ինչն է կարևոր, ώστε այն վերածվի քաղաքականության ու գործողության։ Մաթեմատիկական օնտոլոգիան առաջարկում է, կոդավորեք այնպես, որ գաղափարը մնա անգամ երբ նյութը ոչնչանա։ Ամփոփը պարզ է, այս երեքն անհրաժեշտ են։ Ֆիզիկայի սահմանները ցույց են տալիս, ինչ կարող ենք անել։ Փիլիսոփայությունը որոշում է, ինչ պետք է անենք։ Մաթեմատիկան տալիս է գործիքները, ինչպես դա ճիշտ եւ փոխանցելի դարձնել։ Վերջում հարցը չի միայն տեխնիկական ինչպես, այն նաեւ արժեքային ինչու։ Եթե չի ստացվում պահպանել ամբողջական մարդկային բազմազանությունը, արդյոք նորմալ է ընտրել միայն այն, ինչ հնարավոր է կոդավորել, մաթեմատիկական կամ ֆիզիկական ձևով, եւ մնացածը թողնել բնական պրոցեսներին։ Մեր ժամանակի հանրայնաուցիչներից մեկը, Կարլ Սագանը, մեզ սերնդափոխեց մի պատկերացմամբ. մարդկությունը փոքր, բայց նշանակալին է տիեզերական մասշտաբներում։ Այդ լույսը մենք ինչպես պետք է պահենք։ Եվ հիմա թողնում եմ ձեզ մի պատկերի հետ, որը վերաձևում է ժամանակի թելը։ Միլիոններ կամ միլիարդներ տարի անց, երբ արեգակը դանդաղ կհեռանա իր վերջին փուլով, ինչն է այն, ինչ մենք կուզեինք, որ մնա։ Մի քարացած էջ, մի սառեցված բջիջ, մի արժեքային հատված, թե մաթեմատիկական բանաձև, որը երբևէ որևէ այլ ինտելեկտուալը կհեռագայի։ Պատկերացրեք, որ դուք հանձնարարել են կազմել մի տուփ, որը պետք է պահպանի մարդու քաղաքակրթության ամենակարևորն այն պահին, երբ արեգակը սկսի աստիճանաբար փոխել մեր մթնոլորտի պայմանները։ Ձեզ տրված է 5 ընտրություն եւ 1 հնարք։ Ամեն ինչ պետք է տեղավորվի ոչ մեծ նյութական տարրերի մեջ, որոնք կարող են դիմանալ լճացման, ժայռի ճնշման եւ տասնյակ միլիոնավոր տարվա քայքայման։ Այսօրվա ընտրությունը փոքր է թվում, բայց մտածեք, այն ընտրությունը, որ ընդունեցինք հիմա, որոշում է, թե ինչն է մնում իմացության եւ հիշողության համար 1 միլիարդ տարուց հետո։ Այժմ մտավոր փորձ։ Դուք պետք է ընտրեք, ինչ կդնեիք այդ տուփի մեջ։ Կարելի է ընտրել միայն ֆիզիկական օբյեկտներ, թաղել դրանք խորքում եւ հուսալ, որ ինչ-որ ապագա որոնող կգտնի դրանք։ Կամ պետք է կոդավորեք արժեքը մաթեմատիկապես, որպիսի ինֆորմացիան փոխանցվի նյութերի նոսրացումից անկախ։ Այս մտածական փորձը ոչ միայն ինտելեկտուալ խաղ է, այն խորտակում է մեր ինտուիցիան, քանի որ մենք սովոր ենք մտածել, որ արժեքը հավերժ է, սակայն ֆիզիկան ցույց է այդպես չալիս, այդպես չէ։ Թեզիսը պարզ է։ Երկու առաքելություն կա, որոնք պետք է միավորենք։ Առաջինը, գիտությունն ու տեխնոլոգիան ցույց են տալիս ինչն է հնարավոր ֆիզիկապես պահպանել։ Երկրորդը, փիլիսոփայությունն ու արվեստը որոշում են ինչն է արժանի պահպանման։ Ահա փաստը։
Ֆիզիկական տեսանկյունից հայտնի է, որ արեգակի աստիճանաբար աճող պայծառությունը ժամանակի ընթացքում կբերի մակերեսային կենսական պայմանների վատթարացմանը, մի քանի տասնյակ միլիոնների ընթացքում դեպի 1 միլիարդ տարվա հեռահար ապագա, ինչի արդյունքում մթնոլորտային ածխածնի կոնցենտրացիան կտատանվի դեպի ցածր արժեքներ, ֆոտոսինթեզը կնվազի, եւ մակերեսային օրգանիզմների մեծ մասը կհայտնվի անհամարմատ պայմաններում։ Դա չի նշանակում, որ ամբողջ կյանքը անհետանում է։ Ենթամակերային կենսաբազմազանությունը կարող է գոյատևել, սակայն այն կմնա ավելի փաստաբանական եւ դժվար մատչելի հիշողություն, փակ եւ խորքային ձևով։ Անմիջապես այս գիտական կոնկրետությունն ունի հետևանքներ։ Ջեյմս Ֆեյ Քեյստինգ Habitability մոդելների եւ մթնոլորտային էվոլյուցիայի վերաբերյալ համառոտ եւ ուղղորդող հղումներ ըստ թեմատիկ խմբերի։ Դեյվիդ Կալդեյրան մի շարք ուսումնասիրություններ անելով առաջարկել է, որ տեկտոնիկ գործընթացների մարումով մթնոլորտի բնական վերականգնման մեխանիզմները կարող են դանդաղել կամ նույնիսկ լիովին դադարել, ու սա փոխում է այն ժամանակավկայում, թե ինչ միություն կարելի է հույս ունենալ պահպանել։ Այս գիտնականները ոչ միայն պատկերացրել են վտանգը, այլ նաև սահմանել են այն նիշը, որտեղ պահպանման ռազմավարությունները նոր իմաստ են ստանում։ Այո, գիտությունը կառուցվում է քարտեզների վրա, բայց սահմանափակումները խիստ են։ Մեր ֆիզիկական ռեսուրսները սահմանափակ են։ Չենք կարող պահպանել բոլոր օբյեկտներն ու բոլոր հիշողությունները նյութապես։ Էներգիան մեծ պահանջ է, տարածությունները ահռելի են, իսկ նյութերը ենթարկվում են կոռոզիայի եւ ռադիոակտիվ քայքայման օրենքների։ Սակայն հենց այստեղ է սկսվում փիլիսոփայությունը։ Եթե մենք չենք կարող պահպանել ամեն ինչ, ի՞նչն է այն, ինչ պետք է պահենք, եւ ինչի վրա ենք հիմնում այդ ընտրությունը։ Մի կարևոր տեսակում։ Արժեքը ոչ միայն նուրբ մշակութային զարդարանք է, այն ունի բարդ տեղեկատվական կառուցվածք, որը կարելի է համապատասխանեցնել սխալներ շտկող ծածկագրերի եւ մաթեմատիկական ներկայացումների միջոցով։ Կարլ Սագանը Քորնելի համալսարանում 20-րդ դարի 70-ական թվականներին հանրայնորեն արտահայտելով իր գաղափարները, մեզ սովորեցրեց, որ աշխարհը կարող է ընկալել մեր նշանակությունը որպես մի փոքր լույս։ Այդ լույսը պետք է կոդավորված լինի այնպես, որ երկար ժամանակի ընթացքում մեկ այլ լսարան կարողանա այն ընթերցել։ Ահա այստեղ մաթեմատիկան հաճախ դուրս է գալիս որպես լեզու, որովհետև պարզ, զտված ձևով այն ավելի դիմացկուն է նյութական քայքայումին, բայց կարևոր հիշեցում. մաթեմատիկական կոդը չի փոխարինում մշակույթը։ Մաթեմատիկան փոխանցում է կառուցվածք եւ կանոններ, բայց արժեքը պահանջում է կոնտեքստ։ Եթե մենք միայն պահենք հավասարություններ ու բանաձևեր եւ ոչ, օրինակ, երգերն ու առասպելները, ապագան չի կհայտնի մեզ։ Այս սահմանափակությունն է մեր էթիկական պարտավորություններից մեկը։ Ինչն է այն արժեքը, որը կարելի է տեղել բանաձևի մեջ, եւ ինչը պետք է թողնել կենթանող պատմության մեջ։ Պատկերացրեք հիմա ժամանակը սեղմված։ Ամբողջ արեգակի եւ երկրի հարաբերության պատմությունը մեկ մարդու կյանքի չափով։ Եթե երկրի գեոլոգիական դարի 1 միլիարդ տարին մենք հավասարեցնենք մարդու կյանքի 1 օրին, առավոտը կլիներ մեր սկիզբը, կեսօրը վերափոխման պահը, իսկ երեկոն այն սթափող հիշողությունը, որը պետք է կարողանանք փոխանցել։